Այս պահին, երբ դուք կարդում եք այս բառերը, ավելի քան 20,000 աստղ անցնում են մի անտեսանելի սահման և դառնում են հավերժորեն անհասանելի։ Ոչ թե դրանք ոչնչանում են, ոչ թե պայթում են, դրանք պարզապես շարժվում են այնքան արագ, որ նույնիսկ եթե դուք կառուցեք տիեզերանավ, որը ճանապարհորդում է լույսի արագությամբ, նույնիսկ եթե ճանապարհորդեք միլիարդավոր տարիներ, դուք երբեք չեք հասնի դրանց։ Տիեզերքի ընդարձակումը արագանում է, և յուրաքանչյուր վայրկյան ավելի շատ աստղեր, ավելի շատ գալակտիկաներ, ավելի շատ հնարավոր աշխարհներ անցնում են այն կետը, որտեղից վերադարձ չկա։ 94% տիեզերքի արդեն կորած է մեզ համար։ Ոչ թե թաքնված, ոչ թե անհայտ, այլ ֆիզիկապես անհասանելի, հավերժորեն։ Մտածեք դրա մասին մի պահ։ Մենք ապրում ենք տիեզերքում, որը ընդարձակվում է, բայց սա ոչ թե պարզապես ընդարձակում է, ինչպես օդապարիկը, որը փչվում է։ Սա ընդարձակում է, որը արագանում է։ Յուրաքանչյուր վայրկյան տիեզերքը ընդարձակվում է ավելի արագ, քան նախորդ վայրկյանին, և այս արագացումը ստեղծում է ինչ-որ բան, որը ֆիզիկոսները անվանում են դիտողական հորիզոն, սահման, որից այն կողմ ոչինչ երբեք չի կարող հասնել մեզ, և մենք երբեք չենք կարող հասնել այնտեղ։ Պատկերացրեք, որ կանգնած եք ափին և նայում եք օվկիանոսին։ Ալիքները գալիս են դեպի ձեզ, մեկը մյուսի հետևից, բայց հանկարծ նկատում եք ինչ-որ տարօրինակ բան։ Ալիքները դանդաղում են։ Յուրաքանչյուր նոր ալիք ավելի երկար է տևում, որպեսզի հասնի ձեզ։ Ոչ թե ալիքները դանդաղում են իրենց շարժման մեջ, այլ ինքը, օվկիանոսը ընդարձակվում է ձեր և ալիքների միջև։ Վերջապես գալիս է պահ, երբ նոր ալիքները այլևս չեն հասնում ձեզ։ Օվկիանոսը ընդարձակվում է ավելի արագ, քան ալիքները կարող են ճանապարհորդել։ Դուք տեսնում եք վերջին ալիքը, որը երբևէ կհասնի ձեզ, և հետո ոչինչ։ Միայն անվերջ, անշարժ ջուր։ Սա ճիշտ այն է, ինչ տեղի է ունենում լույսի հետ տիեզերքում։ Լույսը ճանապարհորդում է վերջավոր արագությամբ՝ 300,000 կմ/վայրկյանում։ Սա տիեզերքի արագության սության սահմանն է, բացարձակ առավելագույնը։ Բայց տիեզերքի ընդարձակումը չի հետևում այս կանոնին։ Տիեզերքը կարող է ընդարձակվել ցանկացած արագությամբ։ Եվ երբ երկու կետերը բավականաչափ հեռու են միմյանցից, տարածությունը նրանց միջև ընդարձակվում է ավելի արագ, քան լույսը կարող է ճանապարհորդել այդ տարածությամբ։ 1928 թվականին Ջորջ Լեմետրը, բելգիացի քահանա և ֆիզիկոս, առաջին անգամ հասկացավ այս խորը անհանգստացնող իրականությունը։ Լեմետրը աշխատում էր Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում, երբ մշակեց իր պրիմորդիալ ատոմի տեսությունը, այն, ինչ այժմ մենք անվանում ենք մեծ պայթյուն։ Բայց նա նաև հասկացավ, որ ընդարձակվող տիեզերքում պետք է գոյություն ունենան տարածքներ, որոնք ընդարձակվում են այնքան արագ, որ լույսը երբեք չի կարող հասնել մեզ այնտեղից։ Նա գրեց. «Կան տարածքներ, որոնցից ոչ մի ազդանշան երբեք չի կարող հասնել մեզ, որքան էլ երկար սպասենք»։ Լեմետրի ժամանակակիցները չհավատացին նրան։ Ինչպես կարող է ինչ-որ բան լինել անհասանելի, եթե այն գոյություն ունի նույն տիեզերքում։ Բայց Լեմետրը ճիշտ էր։ Նա նկարագրում էր ֆունդամենտալ սահմանափակում, որը գրված է տիեզերքի օրենքներում, սահմանափակում, որը դառնում է ավելի խիստ ամեն օր։ Երբ Էդվին Հաբլը 1929 թվականին հայտնագործեց, որ գալակտիկաները հեռանում են մեզանից, նա չափեց ինչ-որ բան հիանալի։ Որքան հեռու էր գալակտիկան, այնքան արագ էր հեռանում։ Սա ոչ թե պատահականություն էր, սա ուղղակի հետևանք էր ընդարձակվող տիեզերքի։ Եթե տիեզերքը ընդարձակվում է, զերքը ընդարձակվում է, ապա երկու կետերի միջև տարածությունը ավելանում է։ Որքան ավելի վելիշատ տարածություն կա նրանց միջև, այնքան ավելի շատ նոր տարածություն ստեղծվում է յուրաքանչյուր վայրկյան։ Հաբլը հայտնագործեց այն, ինչ այժմ կոչվում է Հաբլի օրենք։ Գալակտիկաների հեռացման արագությունը համեմատական է նրանց հեռավորությանը։ Բայց Հաբլը չգիտեր ամենակարևոր մասը։ Նա չգիտեր, որ տիեզերքի ընդարձակումը արագանում է։ Նա մտածում էր, որ ընդարձակումը դանդաղում է ձգողականության ազդեցությամբ։ Նա սխալվում էր։ 1998 թվականին երկու անկախ թիմեր աստղագետների փորձեցին չափել, թե որքան է դանդաղում տիեզերքի ընդարձակումը։ Մի թիմը ղեկավարում էր Սոլ Պերլմուտերը Լոուրենս Բերքլիի ազգային լաբորատորիայից։ Մյուս թիմը ղեկավարում էին Բրայան Շմիդտը և Ադամ Ռիսը։ Նրանք ուսումնասիրում էին հեռավոր սուպերնովաներ, պայթող աստղեր, որոնք այնքան պայծառ են, որ կարելի է տեսնել դրանք միլիարդավոր լույսի տարիներ հեռավորության վրա։ Սուպերնովաները գործում են որպես ստանդարտ մոմեր։ Մենք գիտենք, թե որքան պայծառ են դրանք իրականում, այնպես որ կարող ենք հաշվարկել, թե որքան հեռու են դրանք, չափելով, թե որքան պայծառ են թվում։ Երկու թիմերն էլ սպասում էին տեսնել,
որ հեռավոր սուպերնովաները ավելի պայծառ են, քան ակնկալվում էր։ Սա նշանակում էր, որ տիեզերքի ընդարձակումը դանդաղում էր, եւ այդ գալակտիկաները չէին հասցրել հեռանալ այնքան, որքան կհեռանային, եթե ընդարձակումը հաստատում լիներ։ Բայց նրանք հայտնագործեցին հակառակը։ Հեռավոր սուպերնովաները ավելի մթին էին, քան ակնկալվում էր։ Դրանք ավելի հեռու էին։ Տիեզերքի ընդարձակումը արագանում էր։ Շմիդտը հիշում է այն պահը, երբ իմացավ արդյունքները։ Ես նստած էի իմ գրասենյակում Ավստրալիայի ազգային համալսարանում, ասաց նա։ Ես ստուգեցի հաշվարկները 3 անգամ։ Ես փնտրեցի սխալներ։ Ես փորձեցի գտնել ցանկացած բացատրություն, բայց թվերը հստակ էին։ Տիեզերքը արագանում էր։ Ես զգացի, որ հատակը հեռանում է իմ ոտքերի տակից։ Պերլեմուտերի թիմը հասավ նույն եզրակացությանը։ Երկու թիմերն էլ ամիսներ ծախսեցին ստուգելով իրենց տվյալները, փնտրելով սխալներ, փորձելով հերքել իրենց սեփական հայտնագործությունը, բայց սխալ չկար։ Տիեզերքի ընդարձակումը իսկապես արագանում էր։ 2011 թվականին Պերլեմուտերը, Շմիդտը եւ Ռիսը ստացան Նոբելյան մրցանակ ֆիզիկայի բնագավառում այս հայտնագործության համար։ Բայց ի՞նչն էր պատճառը։ Ի՞նչն էր մղում տիեզերքը իջնելու, ավելի ու ավելի արագ ընդարձակվել։ Պատասխանը պահանջում էր վերականգնել մի հին գաղափար, որը Էյնշտեյն ինքը առաջարկել էր 1917 թվականին, ապա մերժել, անվանելով իր ամենամեծ սխալը։ Տիեզերական հաստատությունը։ Երբ Էյնշտեյնը մշակեց իր ընդհանուր հարաբերականության տեսությունը, նա հայտնագործեց, որ նրա հավասարումները կանխատեսում էին ընդարձակվող կամ կցկվող տիեզերք։ Բայց այդ ժամանակ բոլորը, ներառյալ Էյնշտեյնը, հավատում էին, որ տիեզերքը ստատիկ է, անփոփոխ։ Այնպես որ Էյնշտեյնը ավելացրեց լրացուցիչ տերմին իր հավասարումներին՝ տիեզերական հաստատությունը, որը հակակշռում էր ձգողականությանը և պահում էր տիեզերքը անշարժ։ Երբ Հաբլը հայտնագործեց, որ տիեզերքը ընդարձակվում է, Էյնշտեյնը հրաժարվեց տիեզերական հաստատունից, բայց այժմ աստղագետները հասկացան, որ Էյնշտեյնը ճիշտ էր առաջին անգամ։ Տիեզերական հաստատությունը իրական էր, բայց այն չէր հակակշռում ընդարձակմանը, այն մղում էր այն։ Ֆիզիկոսները սկսեցին անվանել այն մութ էներգիա, խորհրդավոր ուժ, որը լցնում է ամբողջ տարածությունը և մղում է տիեզերքը ավելի ու ավելի արագ ընդարձակվել։ Մութ էներգիան տարօրինակ է, այն ոչ թե նյութ է, ոչ թե ճառագայթում, այն տարածության ինքնին հատկությունն է։ Յուրաքանչյուր խորանարդ սանտիմետր տարածության մեջ կա մի փոքրիկ քանակություն էներգիա, այնքան փոքր, որ անհայտ է լաբորատորիայում, բայց երբ հաշվարկում ես ամբողջ տիեզերքը, այս էներգիան դառնում է տիրող ուժը։ Եվ ահա ամենատարօրինակ մասը։ Երբ տիեզերքը ընդարձակվում է, ավելի շատ տարածություն է ստեղծվում, ինչը նշանակում է ավելի շատ մութ էներգիա, ինչը նշանակում է ավելի արագ ընդարձակում, ինչը ստեղծում է ավելի շատ տարածություն։ Սա ինքնարագացող պրոցես է։ Լոուրենս Քրաուսը, տեսաբան ֆիզիկոս Արիզոնայի պետական համալսարանից, հաշվարկել է այս արագացման հետևանքները։ Նրա հաշվարկները ցույց են տալիս ինչ-որ բան խորապես անհանգստացնող։ Այս պահին գալակտիկաները, որոնք գտնվում են մեզանից ավելի քան 16 միլիարդ լույսի տարի հեռավորության վրա, արդեն հեռանում են մեզանից ավելի արագ, քան լույսի արագությունը։ Դրանք անցել են այն, ինչ Քրաուսը անվանում է Հաբլի ոլորտ, տարածքը, որտեղ ընդարձակման արագությունը գերազանցում է լույսի արագությունը։ Պատկերացրեք, որ լողում եք գետում։ Եթե գետի հոսանքը շարժվում է 2 կմ/ժ և դուք կարող եք լողալ 3 կմ/ժ, ապա կարող եք լողալ հոսանքի դեմ և հասնել ափին։ Բայց եթե հոսանքը շարժվում է 4 կմ/ժ, դուք երբեք չեք հասնի ափին, որքան էլ ուժեղ լողաք։ Դուք կշարունակեք լողալ, բայց ափը կշարունակի հեռանալ ձեզանից։ Սա ճիշտ այն իրավիճակն է լույսի հետ այդ հեռավոր գալակտիկաներից։ Լույսը լողում է դեպի մեզ, լույսի արագությամբ, տիեզերքի առավելագույն արագությունը, բայց տարածությունը ընդարձակվում է ավելի արագ, քան լույսը կարող է ճանապարհորդել, այնպես որ լույսը շարունակում է շարժվել դեպի մեզ, բայց մենք շարունակում ենք հեռանալ ավելի արագ։ Լույսը երբեք չի հասնի մեզ։ Քրաուսը հաշվարկել է, որ յուրաքանչյուր վայրկյանում մոտավորապես 20,000 աստղ անցնում են Հաբլի ոլորտը և դառնում են հավերժորեն անհասանելի։ 20,000 աստղ յուրաքանչյուր վայրկյանում, 1,720,000 աստղ ամեն օր, 628 միլիոն աստղ ամեն տարի։ Եվ սա միայն աստղերն են։ Յուրաքանչյուր աստղ հնարավոր է ունի մոլորակներ։ Յուրաքանչյուր մոլորակ հնարավոր է ունի կյանք։
Յուրաքանչյուր կյանք հնարավոր է զարգացել է քաղաքակրթության, եւ բոլորը հավերժորեն կորչում են մեր հասանելիությունից։ Մտածեք դրա մասին։ Այս պահին, երբ դուք կարդում եք այս նախադասությունը, հնարավոր է հարյուրավոր մոլորակներ, որոնք ունեն կյանք, անցնում են այդ սահմանը։ Հնարավոր է տասնյակ քաղաքակրթություններ, որոնք նայում են իրենց երկինք եւ տեսնում են մեր ծիր կատնի ճանապարհը, անցնում են այդ կետը, որտեղից վերադարձ չկա։ Մենք երբեք չենք իմանա նրանց մասին։ Նրանք երբեք չեն իմանա մեր մասին։ Ոչ թե որովհետև մենք չունենք տեխնոլոգիա, ոչ թե որովհետև տարածությունը չափազանց մեծ է, այլ որովհետև ֆիզիկայի օրենքները դարձնում են հաղորդակցումը անհնար։ Բայց սա միայն սկիզբն է, քանի որ մութ էներգիան շարունակում է արագացնել տիեզերքի ընդարձակումը, Հաբլի ոլորտը փոքրանում է։ Ամեն օր ավելի շատ գալակտիկաներ են անցնում այդ անտեսանելի սահմանը։ Ամեն օր մեր դիտողական տիեզերքը փոքրանում է։ Կրաուսը եւ նրա գործընկեր Ռոբերտ Շերերը հաշվարկել են, թե որքան է մեր դիտողական տիեզերքը։ Այս պահին մենք կարող ենք տեսնել մոտավորապես 2 տրիլիոն գալակտիկա։ Սա հսկայական թիվ է, բայց սա միայն 6%-ն է ամբողջ տիեզերքի։ 94% գալակտիկաների արդեն գտնվում են Հաբլի ոլորտից այն կողմ։ Դրանք արդեն հավերժորեն անհասանելի են։ Պատկերացրեք, որ ապրում եք հսկայական քաղաքում, այնքան մեծ, որ տեսել եք միայն ձեր հարևանությունը, բայց ամեն օր քաղաքի մի մասը անհետանում է մշուշի մեջ։ Առաջին օրը կորչում է հարևան թաղամասը, երկրորդ օրը հաջորդ թաղամասը։ Յուրաքանչյուր օր ավելի շատ է կորչում, եւ դուք գիտեք, որ երբեք չեք կարող այցելել այդ վայրերը, երբեք չեք կարող իմանալ, թե ինչ կար այնտեղ։ Վերջապես կմնա միայն ձեր փոքրիկ հարևանությունը, եւ դուք երբեք չեք իմանա, որ մի ժամանակ եղել է ավելի մեծ քաղաք։ Բայց մեր դեպքում ավելի վատ է։ Մենք գիտենք, որ կա ավելի մեծ տիեզերք։ Մենք կարող ենք տեսնել այն մեր հեռադիտակներով։ Մենք կարող ենք ուսումնասիրել հեռավոր գալակտիկաների լույսը, վերլուծել դրանց սպեկտրները, հասկանալ դրանց կազմությունը։ Մենք կարող ենք նույնիսկ տեսնել մոլորակներ այլ աստղերի շուրջ, բայց մենք երբեք չենք կարող հասնել դրանց։ Մենք նման ենք մարդու, որը նստած է բանտում եւ նայում է պատուհանից դեպի ազատ աշխարհը, գիտակցելով, որ երբեք չի կարող դուրս գալ։ Տեղական խումբը, մեր ծիր կատնի ճանապարհը, Անդրոմեդա գալակտիկան եւ մոտավորապես 50 այլ փոքր գալակտիկաներ կապված են միմյանց հետ ձգողականությամբ։ Դրանք բավականաչափ մոտ են միմյանց, որ ձգողականությունը հաղթի ընդարձակմանը։ Այս գալակտիկաները երբեք չեն անցնի հորիզոնը։ Դրանք մեր տիեզերական կղզին են։ Բայց գրեթե ամեն ինչ այլ արդեն անհասանելի է կամ շուտով կլինի։ Մեր ծիր կատնի ճանապարհը պարունակում է մոտավորապես 200 միլիարդ աստղ, Անդրոմեդան մոտավորապես 1 տրիլիոն։ Տեղական խմբի բոլոր գալակտիկաները միասին պարունակում են մոտավորապես 3 տրիլիոն աստղ։ Սա հսկայական թիվ է, բայց 2 տրիլիոն գալակտիկաներ, որոնք մենք կարող ենք տեսնել, պարունակում են մոտավորապես 200 սեքստիլիոն աստղ։ Սա երկուսն է, որին հետևում են 23 0։ Եվ սա միայն այն աստղերն են, որոնք մենք կարող ենք տեսնել։ 94% աստղերի արդեն անհասանելի են։ Այնպես որ մենք կապված ենք մեր փոքրիկ տեղական խմբի հետ։ 3 տրիլիոն աստղ։ Սա թվում է շատ, բայց դա միայն մոտավորապես 100,000-րդ մասն է այն աստղերի, որոնք մենք կարող ենք տեսնել, եւ դա անհամեմատ փոքր մասն է ամբողջ տիեզերքի։ Ավելին, տեղական խումբը ինքը փոփոխվելու է։ Մեր ծիր կատնի ճանապարհը եւ Անդրոմեդա գալակտիկան շարժվում են միմյանց դեպի։ Մոտավորապես 4 միլիարդ տարի հետո դրանք կբախվեն եւ կսկսեն միաձուլվել։ Այս process-ը կտևի մի քանի միլիարդ տարի։ Վերջապես, մոտավորապես 7 միլիարդ տարի հետո դրանք կձևավորեն մի նոր, ավելի մեծ էլիպտիկ գալակտիկա։ Աստղագետները արդեն տվել են անուն այս ապագա գալակտիկային՝ Միլկոմեդա։ Բայց այդ ժամանակ տիեզերքը կլինի շատ ավելի մեծ, ընդարձակումը կշարունակվի արագանալով։ Ավելի շատ գալակտիկաներ կանցնեն հորիզոնը, եւ վերջապես, մոտավորապես 100 միլիարդ տարի հետո վերջին հեռավոր գալակտիկան կանհետանա մեր տեսադաշտից։ Հետո կմնա միայն Միլկոմեդան եւ տեղական խմբի մի քանի փոքր գալակտիկաները։ 100 միլիարդ տարի հետո տիեզերական միկրոալիքային ֆոնային ճառագայթումը, մեծ պայթյունի արձագանքը կլինի այնքան ձգված եւ թուլացած, որ անհայտ կլինի։ Հեռավոր գալակտիկաների լույսը երբեք չի հասնի այնտեղ։ Ապագա աստղագետները կնայեն երկինք եւ կտեսնեն միայն իրենց սեփական գալակտիկան եւ մի քանի հարևան գալակտիկաներ։ Նրանք կմտածեն, որ սա ամբողջ տիեզերքն է։ Նրանք կչափեն աստղերի շարժումները եւ կեզրակացնեն, որ տիեզերքը ստատիկ է,
անփոփոխ։ Նրանք երբեք չեն իմանա մեծ պայթյունի մասին։ Երբեք չեն իմանա, որ տիեզերքը ընդարձակվում է։ Երբեք չեն իմանա, որ մի ժամանակ եղել են տրիլիոնավոր այլ գալակտիկաներ։ Բոլոր ապացույցները կլինեն անհետացած։ Լոեբը անվանում է սա տիեզերական մենությունը։ Ապագա քաղաքակրթությունները կլինեն բանտարկված իրենց փոքրիկ տիեզերական կղզում անգիտակից ավելի մեծ իրականության մասին, որը մի ժամանակ գոյություն է ունեցել։ Նրանք կլինեն նման մարդկանց, ովքեր ծնվել են եւ ապրել են մի փոքրիկ կղզում, երբեք չիմանալով, որ գոյություն ունեն մայրցամաքներ, օվկիանոսներ, ամբողջ աշխարհ։ Բայց ավելի վատ է։ Նրանք ոչ միայն չեն իմանա այլ գալակտիկաների մասին, նրանք չեն կարող իմանալ։ Բոլոր ապացույցները կլինեն անհետացած։ Եթե նրանք մշակեն տեսություններ ընդարձակվող տիեզերքի մասին, նրանք չեն կարող ստուգել դրանք։ Եթե նրանք կռահեն մեծ պայթյունի մասին, նրանք չեն կարող գտնել ապացույց։ Նրանք կլինեն սահմանափակված ոչ միայն տարածությամբ, այլ նաև գիտելիքով։ Մտածեք դրա իրոնիայի մասին։ Մենք ապրում ենք հատուկ ժամանակաշրջանում։ Մենք ապրում ենք այն հազվագյուտ պահին տիեզերքի պատմության մեջ, երբ կարող ենք տեսնել մեծ պայթյունի արձագանքը, երբ կարող ենք տեսնել հեռավոր գալակտիկաները, երբ կարող ենք չափել տիեզերքի ընդարձակումը։ Մենք ապրում ենք այն պատուհանում, երբ տիեզերքը բացահայտում է իր իսկական բնույթը։ Մի քանի միլիարդ տարի առաջ տիեզերքը չափազանց տաք էր, որպեսզի աստղերը կայուն լինեին։ Մի քանի տրիլիոն տարի հետո տիեզերքը կլինի այնքան մեծ եւ սառը, որ ապագա դիտորդները երբեք չեն կարող իմանալ դրա իսկական պատմությունը։ Մենք ապրում ենք այն նեղ ժամանակային պատուհանում, երբ տիեզերքը հասանելի է հասկանալու համար։ Կարլ Սեյգանը մի անգամ ասել է. «Տիեզերքը ոչ միայն տարօրինակ է, քան մենք պատկերացնում ենք, այն տարօրինակ է, քան մենք կարող ենք պատկերացնել»։ Բայց նույնիսկ Սեյգանը չէր կարող պատկերացնել այս իրականությունը։ Տիեզերքը ոչ միայն տարօրինակ է, այն նաև դաժան է։ Այն ցույց է տալիս մեզ անվերջ հորիզոններ, ապա դարձնում է դրանք հավերժորեն անհասանելի։ Բայց ինչու։ Ինչու է տիեզերքը կառուցված այսպես։ Ինչու է մութ էներգիան գոյություն ունենում։ Ինչու է այն արագացնում ընդարձակումը։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները մենք դեռ չունենք։ Մութ էներգիան տիեզերքի ամենամեծ խորհուրդներից մեկն է։ Մենք գիտենք, որ այն գոյություն ունի, քանի որ տեսնում ենք դրա ազդեցությունները։ Մենք կարող ենք չափել, թե ինչպես է այն արագացնում տիեզերքի ընդարձակումը, բայց մենք չգիտենք, թե ինչ է այն։ Մենք չգիտենք, թե ինչու է այն գոյություն ունենում։ Մենք չգիտենք, թե արդյոք այն հաստատուն է, թե փոփոխվում է ժամանակի ընթացքում։ Որոշ տեսաբաններ կարծում են, որ մութ էներգիան իրականում տիեզերական հաստատունն է, հաստատուն էներգիայի խտություն տարածության մեջ։ Այլ տեսաբաններ կարծում են, որ դա դինամիկ դաշտ է, որը փոփոխվում է ժամանակի ընթացքում։ Երրորդները կարծում են, որ դա նշան է, որ Էյնշտեյնի ընդհանուր հարաբերականության տեսությունը պետք է փոփոխվի մեծ մասշտաբներում։ Բայց անկախ նրանից, թե ինչ է մութ էներգիան, դրա ազդեցությունները հստակ են։ Այն արագացնում է տիեզերքի ընդարձակումը։ Այն ստեղծում է հորիզոն, որից այն կողմ ոչինչ երբեք չի կարող հասնել մեզ։ Այն դարձնում է 94% տիեզերքը հավերժորեն անհասանելի։ Եվ սա բարձրացնում է խորը հարց. արդյոք մենք իսկապես ազատ ենք։ Մենք սիրում ենք մտածել, որ մարդկությունը կարող է գնալ ցանկացած տեղ, անել ցանկացած բան, եթե մենք բավականաչափ երկար փորձենք։ Մենք երազում ենք տիեզերական ճանապարհորդության մասին, գաղութների մասին այլ աստղերի շուրջ, հանդիպման մասին այլ մոլորակային քաղաքակրթությունների հետ։ Բայց տիեզերքը մեզ ասում է. ոչ, կան սահմաններ։ Կան վայրեր, որտեղ դուք երբեք չեք կարող գնալ, անկախ նրանից, թե որքան զարգացած է ձեր տեխնոլոգիան։ Սա ոչ թե տեխնիկական սահմանափակում է, սա ֆունդամենտալ սահմանափակում է, որը գրված է տիեզերքի օրենքներում։ Դուք կարող եք կառուցել տիեզերանավ, որը շարժվում է լույսի արագությամբ։ Դուք կարող եք ճանապարհորդել միլիարդավոր տարիներ, բայց դուք երբեք չեք հասնի այդ հեռավոր գալակտիկաներին։ Դրանք հեռանում են ավելի արագ, քան դուք կարող եք ճանապարհորդել։ Դուք նման եք լողորդի, որը փորձում է լողալ դեպի ափ հոսանքի դեմ, որը շարժվում է ավելի արագ, քան նա կարող է լողալ։ Որքան էլ ուժեղ լողաք, ափը շարունակում է հեռանալ։ Ռոջեր Փենդրոուզը, մաթեմատիկոս եւ ֆիզիկոս Օքսֆորդի համալսարանից, մի անգամ ասել է. «Տիեզերքը լի է հորիզոններով»։ Նա խոսում էր սև խոռոչների մասին, բայց նույն բանը ճիշտ է ամբողջ տիեզերքի համար։ Սև խոռոչը ունի իրադարձությունների հորիզոն, սահման, որից անցնելուց հետո ոչինչ, նույնիսկ լույսը, չի կարող փախչել։
Բայց ամբողջ տիեզերքը նույնպես ունի հորիզոն, տիեզերական հորիզոն, որից այն կողմ գալակտիկաները հեռանում են այնքան արագ, որ դրանց լույսը երբեք չի հասնի մեզ։ Երկու դեպքում էլ սահմանը ոչ թե ֆիզիկական պատ է, այլ տարածության ինքնին հատկությունը։ Երկու դեպքում էլ սահմանը անտեսանելի է։ Դուք չեք կարող տեսնել այն, չեք կարող շոշափել այն, բայց այն իրական է եւ այն բացարձակ է։ Բայց կա մի կարևոր տարբերություն։ Եթե դուք անցնեք սև խոռոչի հորիզոնը, դուք գիտեք դրա մասին։ Դուք տեսնում եք, որ անցել եք։ Դուք չեք կարող վերադառնալ, բայց գիտեք, որ ինչ-որ բան տեղի է ունեցել։ Բայց տիեզերական հորիզոնի հետ դուք երբեք չեք իմանա, թե երբ ինչ-որ բան անցավ այն։ Գալակտիկան պարզապես դանդաղ մարում է, դառնում է ավելի կարմիր, ավելի թույլ եւ վերջապես անհետանում է։ Ոչ մի դրամատիկ պահ չկա, ոչ մի հստակ սահման, պարզապես դանդաղ, անխուսափելի կորուստ։ Սա նման է դիտելուն, թե ինչպես է ինչ-որ մեկը դանդաղ հեռանում մշուշի մեջ։ Նախ դուք տեսնում եք նրանց դեմքը հստակ, ապա դրանք դառնում են ավելի անհստակ, ապա դուք կարող եք տեսնել միայն նրանց ուրվագիծը, ապա նույնիսկ ուրվագիծը անհետանում է, եւ վերջապես դուք մնում եք միայնակ, մոտավորապես 10 բարձրացված 70-րդ աստիճան ատոմ։ Սա անհավատալի մեծ թիվ է, մեկը հետևում են 70-0, բայց սա նաև վերջավոր թիվ է, գոյություն ունի վերջավոր քանակություն նյութ, որին մենք երբևէ կարող ենք հասնել, վերջավոր քանակություն ինֆորմացիա, որը մենք երբևէ կարող ենք ստանալ։ Բայց ինչ կա այդ սահմանից այն կողմ, ավելի շատ տիեզերք, հավանաբար անվերջ, ավելի շատ գալակտիկաներ, ավելի շատ աստղեր, ավելի շատ մոլորակներ, ավելի շատ կյանք, ավելի շատ քաղաքակրթություններ։ Բոլորը հավերժորեն անհասանելի։ Ոչ թե հեռու, այլ ֆունդամենտալ անջատված։ Նրանք գոյություն ունեն մի տիեզերքում, որը երբեք չի կարող հաղորդակցվել մեր հետ։ Պատկերացրեք, որ ծնվել եք կույր եւ խուլ։ Դուք գիտեք, որ գոյություն ունեն այլ մարդիկ, բայց երբեք չեք կարող տեսնել կամ լսել նրանց։ Դուք կարող եք զգալ նրանց ներկայությունը, բայց երբեք չեք կարող հաղորդակցվել։ Այժմ պատկերացրեք, որ ամեն օր այդ մարդիկ դառնում են ավելի հեռու, մինչև վերջապես դուք այլևս չեք կարող զգալ նրանց։ Դուք մնում եք միայնակ, անգիտակից, թե արդյոք նրանք դեռ գոյություն ունեն, թե ոչ։ Սա մեր իրավիճակն է տիեզերական մասշտաբով։ Երբ Վերա Ռուբին 1970 թվականներին սկսեց չափել գալակտիկաների պտտման արագությունները, նա սպասում էր հաստատել Նյուտոնի օրենքները տիեզերական մասշտաբով, բայց այն, ինչ նա հայտնագործեց, փոխեց ամեն ինչ։ Գալակտիկաների եզրերը պտտվում էին այնքան արագ, որ պետք է պոկվեին եւ ցրվեին տիեզերքում, բայց դրանք չէին պոկվում։ Ինչ-որ անտեսանելի նյութ, որը կազմում էր գալակտիկայի զանգվածի 85%-ը, պահում էր ամեն ինչ միասին։ Մենք այժմ այն անվանում ենք մութ նյութ։ Բայց Ռուբինի հայտնագործությունը բացահայտեց ավելի խորը ճշմարտություն։ Տիեզերքը լի է բաներով, որոնք մենք չենք կարող տեսնել, բայց որոնք ֆունդամենտալ վերահսկում են ամեն ինչի ճակատագիրը։ Մութ նյութը կազմում է տիեզերքի 27%-ը, մութ էներգիան 68%-ը։ Սովորական նյութը, ամեն ինչ, ինչ մենք երբևէ տեսել ենք, յուրաքանչյուր աստղ, յուրաքանչյուր գալակտիկա, յուրաքանչյուր մոլորակ, յուրաքանչյուր ատոմ մեր մարմիններում կազմում է միայն 5%։ Մենք բառացիորեն ապրում ենք տիեզերքում, որի 95%-ը անտեսանելի է մեզ համար։ Բայց այդ անտեսանելի 95%-ը որոշում է մեր ճակատագիրը։ Պատկերացրեք օվկիանոս, որտեղ յուրաքանչյուր կաթիլ ջուր պարունակում է փոքրիկ քանակություն էներգիա, այնքան փոքր, որ անհնար է չափել մեկ կաթիլում։ Բայց երբ հաշվում եք ամբողջ օվկիանոսը, այդ փոքրիկ քանակությունը դառնում է անդադար ուժ, որը ստեղծում է ալիքներ բավականաչափ հզոր, քանդելու ժայռերը։ Սա ճիշտ այն է, ինչ մութ էներգիան անում է տիեզերքում։ Յուրաքանչյուր խորանարդ սանտիմետր տարածության մեջ կա մի փոքրիկ քանակություն էներգիա, բայց երբ հաշվում եք ամբողջ տիեզերքը, այդ էներգիան դառնում է տիրող ուժը, որը մղում է ամեն ինչ ավելի ու ավելի արագ հեռանալ։ Ադամ Ռիսը, ով կիսեց Նոբելյան մրցանակը արագացող ընդարձակման հայտնագործման համար, հաշվարկել է մութ էներգիայի ճշգրիտ ազդեցությունը։ Նրա թվերը բացահայտում են ինչ-որ բան խորապես անհանգստացնող։ Ամեն 3 միլիարդ տարին մեկ տիեզերքի ընդարձակման արագությունը կրկնապատկվում է։ 3 միլիարդ տարի առաջ տիեզերքը ընդարձակվում է ումա երկես այնքան արագ, որքան այժմ։ 3 միլիարդ տարի հետո այն կընդարձակվի կրկնակի արագ։ 6 միլիարդ տարի հետո 4 անգամ արագ։ Սա էքսպոնենցիալ աճ է, եւ դա նշանակում է, որ Հաբլի ոլորտը
Տարածքը, որտեղ մենք կարող ենք տեսականորեն հասնել գալակտիկաներին, փոքրանում է ավելի ու ավելի արագ։ Մաքս Տեգմարկը, տեսաբան ֆիզիկոս Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտից, ստեղծել է մանրամասն քարտեզներ, որոնք ցույց են տալիս, թե որ գալակտիկաները դեռ հասանելի են եւ որոնք արդեն անցել են հորիզոնը։ Նրա հաշվարկներով տեղական խմբից դուրս գրեթե ամեն ինչ արդեն անհասանելի է։ Վիրքո գալակտիկաների կույտը, որը պարունակում է մոտավորապես 2000 գալակտիկաներ եւ գտնվում է 50 միլիոն լույսի տարի հեռավորության վրա, արդեն անցել է հորիզոնը։ Կոմա կույտը, որը պարունակում է ավելի քան 1000 գալակտիկաներ, անհասանելի է։ Հերկուլես կույտը, Պերսևս կույտը, Հիդրա կույտը, բոլորը անհասանելի են։ Բայց ամենաապշեցուցիչը չէ այն, որ այդ գալակտիկաները հեռու են։ Ամենաապշեցուցիչը այն է, 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 որ այդ գալակտիկաները հեռու են։ Անդրոմեդա գալակտիկան, մեր ամենամոտ մեծ հարևանը, գտնվում է 2 միլիոն 500 հազար լույսի տարի հեռավորության վրա։ Սա այնքան մոտ է տիեզերական մասշտաբով, որ Անդրոմեդան իրականում մոտենում է մեզ, ոչ թե հեռանում։ Մոտավորապես 4 միլիարդ տարի հետո Անդրոմեդան եւ Ծիր կաթնի ճանապարհը կբախվեն եւ կձուլվեն մեկ հսկայական գալակտիկայի մեջ։ Աստրագետները արդեն անվանել են այդ ապագա գալակտիկան Միլկոմեդա։ Բայց նույնիսկ այս դրամատիկ իրադարձությունը, երկու գալակտիկաների բախումը, չի փոխի հիմնական իրականությունը։ Մենք դեռ կլինենք բանտարկված մեր տեղական խմբում։ Հիմա պատկերացրեք, որ կանգնած եք լեռան գագաթին եւ նայում եք հորիզոնին։ Դուք տեսնում եք հեռավոր լեռներ, անտառներ, գետեր, բայց հանկարծ մառախուղ սկսում է բարձրանալ հովիտներից։ Առաջին րոպեն մառախուղը ծածկում է ամենամոտ հովիտը, երկրորդ րոպեն հաջորդ հովիտը։ Յուրաքանչյուր րոպե ավելի շատ լանդշաֆտ անհետանում է մառախուղի մեջ։ Դուք չեք կարող դադարեցնել այն։ Դուք կարող եք միայն դիտել, թե ինչպես է ձեր տեսանելի աշխարհը փոքրանում։ Սա ճիշտ այն է, ինչ տեղի է ունենում տիեզերքում։ Մութ էներգիայի մառախուղը բարձրանում է, ծածկելով ավելի ու ավելի շատ գալակտիկաներ։ Լեոնարդ Սասկինդը, տեսաբան ֆիզիկոս Ստենֆորդի համալսարանից, ուսումնասիրել է ինֆորմացիայի սահմանները տիեզերքում։ Նրա աշխատանքը ցույց է տալիս, որ գոյություն ունի ֆունդամենտալ սահման այն ինֆորմացիայի քանակին, որը կարող է պարունակվել տիեզերքի ցանկացած տարածքում։ Սա կոչվում է Բեքենշտեյնի սահման, անվանված Յակով Բեքենշտեյնի պատվին, ով առաջին անգամ հաշվարկեց սև խոռոչների էնտրոպիան։ Բայց տիեզերական հորիզոնը դնում է ավելի խիստ սահման։ Այն ասում է, որ մենք երբեք չենք կարող ստանալ որևէ ինֆորմացիա այդ գալակտիկաներից։ 0 բիտ, ոչինչ, բացարձակ լռություն։ Պատկերացրեք, որ ապրում եք աշխարհում, որտեղ գոյություն ունեն երկու տեսակի մարդիկ՝ նրանք, ովքեր ապրում են ձեր քաղաքում, եւ նրանք, ովքեր ապրում են այլ քաղաքներում։ Դուք կարող եք հաղորդակցվել ձեր քաղաքի մարդկանց հետ։ Դուք կարող եք խոսել նրանց հետ, կիսվել գաղափարներով, սովորել նրանցից։ Բայց այլ քաղաքների մարդիկ անհասանելի են։ Դուք գիտեք, որ նրանք գոյություն ունեն, բայց երբեք չեք կարող հաղորդակցվել նրանց հետ։ Երբեք չեք կարող իմանալ նրանց մտքերը, նրանց հայտնագործությունները, նրանց արվեստը։ Սա մեր իրավիճակն է տիեզերքում։ Մենք կարող ենք հաղորդակցվել միայն մեր տեղական խմբի հետ։ Մնացած տիեզերքը հավերժորեն լուռ է։ Ֆրանկ Դրեյքը, աստղագետ, ով հիմնադրեց SETI ծրագիրը արտաերկրային բանականության որոնում, մի անգամ ստեղծեց հայտնի հավասարում, գնահատելու համար, թե քանի քաղաքակրթություն կարող է գոյություն ունենալ մեր գալակտիկայում։ Դրեյքի հավասարումը հաշվի է առնում աստղերի քանակը, մոլորակների քանակը, կյանքի ի հայտ գալու հավանականությունը, բանականության զարգացման հավանականությունը։ Տարբեր գնահատականներ տալիս են տարբեր պատասխաններ, բայց շատերը համաձայն են, որ պետք է լինեն հազարավոր կամ նույնիսկ միլիոնավոր քաղաքակրթություններ միայն մեր գալակտիկայում։
Բայց Դրեյքի հավասարումը չի հաշվի առնում տիեզերական հորիզոնը։ Այն չի հաշվի առնում, որ 94% գալակտիկաների արդեն անհասանելի են։ Եթե կան միլիոնավոր քաղաքակրթություններ մեր գալակտիկայում, ապա կան տրիլիոնավոր քաղաքակրթություններ ամբողջ տիեզերքում։ Բայց մենք երբեք չենք կարող հաղորդակցվել դրանցից 94%-ի հետ։ Նրանք կարող են լինել ավելի զարգացած, քան մենք։ Նրանք կարող են լինել լուծել խնդիրները, որոնք մենք դեռ չենք հասկանում։ Նրանք կարող են ունենալ արվեստ, երաժշտություն, գրականություն, որոնք մենք երբեք չենք տեսնի։ Բայց մենք երբեք չենք իմանա։ Սեթ Շոստակը, աստղագետ Սետի ինստիտուտից, տասնամյակներ ծախսել է լսելով ռադիոազդանշաններ արտաերկրային քաղաքակրթություններից։ Նա օգտագործել է հսկայական ռադիոհեռադիտակներ սկանավորելու երկինքը, փնտրելու ցանկացած ազդանշան, որը կարող է լինել արհեստական։ Մինչ այժմ նա չի գտել ոչինչ։ Բայց Շոստակը մնում է լավատես։ Նա հավատում է, որ եթե շարունակենք փնտրել, վերջապես կգտնենք ինչ-որ բան։ Բայց նույնիսկ եթե մենք գտնենք ազդանշան, դա կլինի միայն մեր տեղական խմբից կամ մոտակա գալակտիկաներից։ Մենք երբեք չենք լսի ազդանշաններ գալակտիկաներից, որոնք անցել են հորիզոնը։ Պատկերացրեք, որ ապրում եք կղզում և ունեք ռադիո։ Դուք կարող եք լսել հաղորդումներ մոտակա կղզիներից, բայց հեռավոր մայրցամաքների հաղորդումները երբեք չեն հասնի ձեզ։ Ռադիոալիքները չափազանց թույլ են։ Դուք գիտեք, որ այնտեղ կան մարդիկ, որ նրանք ունեն իրենց սեփական հաղորդումները, իրենց սեփական երաժշտությունը, իրենց սեփական պատմությունները։ Բայց դուք երբեք չեք լսի դրանք։ Սա մեր իրավիճակն է տիեզերքում։ Մենք կարող ենք լսել միայն մեր տիեզերական հարևանությունը։ Մնացած տիեզերքը լուռ է։ Միչիո Կակուն, տեսաբան ֆիզիկոս, Նյու Յորքի քաղաքային համալսարանից, մի անգամ հաշվարկել է, թե որքան էներգիա կպահանջվի ճանապարհորդելու մոտակա աստղ։ Պատասխանը անհավատալի է։ Մոտավորապես ամբողջ էներգիան, որը արտադրում է մեծ քաղաքը մեկ տարվա ընթացքում, միայն մեկ փոքրիկ տիեզերանավ ուղարկելու համար դեպի Պրոքսիմա Կենտավրի, մեր ամենամոտ աստղը, որը գտնվում է 4 լույսի տարի հեռավորության վրա։ Եվ սա միայն մեկ ուղղությամբ ճանապարհորդություն է։ Եթե ցանկանում եք վերադառնալ, կրկնապատկեք էներգիան։ Բայց Պրոքսիմա Կենտավրին գտնվում է մեր սեփական գալակտիկայում։ Այն այնքան մոտ է, որ կարող ենք տեսնել այն բաց աչքով, որպես մի փոքրիկ կետ Կենտավրոս համաստեղության մեջ։ Հիմա պատկերացրեք էներգիան, որը պահանջվում է ճանապարհորդելու մոտակա գալակտիկա՝ Անդրոմեդա։ 2.500.000 լույսի տարի։ Նույնիսկ եթե դուք կարողանաք ճանապարհորդել լույսի արագությամբ, ճանապարհորդությունը կտևի 2.500.000 տարի։ Բայց ֆիզիկան ասում է, որ դուք չեք կարող ճանապարհորդել լույսի արագությամբ։ Որքան մոտենում եք լույսի արագությանը, այնքան ավելի շատ էներգիա է պահանջվում արագացնելու։ Լույսի արագությամբ հասնելու համար կպահանջվի անվերջ էներգիա։ Նվերջ էներգիա։ Շոն Քերոլը, տեսաբան ֆիզիկոս, Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտից, գրել է մանրամասն գրքեր տիեզերքի ճակատագրի մասին։ Նրա հաշվարկներով մոտավորապես 1 տրիլիոն տարի հետո վերջին աստղերը կմարեն։ Աստղերը կմարեն մեր գալակտիկայում։ Նոր աստղեր այլևս չեն ծնվի, քանի որ գազը, որը պահանջվում է աստղերի ձևավորման համար, կսպառվի։ Գալակտիկան կլինի լի մեռած աստղերի մնացորդներով՝ սպիտակ թզուկներ, նեյտրոնային աստղեր, սև խոռոչներ։ Բայց նույնիսկ այդ մեռած աստղերը չեն մնա հավերժ։ Դրանք դանդաղ կսառչեն, կթուլանան, կանհետանան մթության մեջ։ 100 տրիլիոն տարի հետո նույնիսկ սև խոռոչները կսկսեն գոլորշիանալ։ Սթիվեն Հոքինգը հայտնագործեց, որ սև խոռոչները ոչ թե ամբողջովին սև են, դրանք դանդաղ արտանետում են ճառագայթում, որը այժմ կոչվում է Հոքինգի ճառագայթում։ Այս ճառագայթումը չափազանց թույլ է, անհայտ է ժամանակակից սարքավորումներով, բայց տրիլիոնավոր տարիների ընթացքում այն դանդաղ գոլորշիացնում է սև խոռոչը։ Վերջապես նույնիսկ ամենամեծ սև խոռոչները կգոլորշիանան և կանհետանան։ Պատկերացրեք տիեզերք 100 տրիլիոն տարի հետո։ Ոչ աստղեր, ոչ գալակտիկաներ, ոչ սև խոռոչներ։ Միայն սառը, մութ, գրեթե դատարկ տարածություն։ Ջերմաստիճանը կլինի գրեթե բացարձակ 0, -273 աստիճան Ցելսիուս։ Միակ բանը, որը կմնա, կլինի մութ էներգիան, որը կշարունակի մղել տիեզերքը ընդարձակվել ավելի ու ավելի արագ։ Եվ եթե ինչ-որ քաղաքակրթություն դեռ գոյություն ունի այդ ժամանակ, նրանք կնայեն երկինք և կտեսնեն միայն մթություն։ Ամբողջ մնացած տիեզերքը կլինի անհետացած հորիզոնից այն կողմ։
Ալեքս Ֆիլիպենկոն աստղագետ Կալիֆոռնիայի համալսարանից Բերքլիում ուսումնասիրել է սուպերնովաները, պայթող աստղերը, որոնք մի պահի համար փայլում են ավելի պայծառ, քան ամբողջ գալակտիկան։ Նրա աշխատանքը օգնել է չափել տիեզերքի ընդարձակման արագությունը, բայց Ֆիլիպենկոն նաև մտածել է ավելի խորը հարցերի մասին։ Նա հարցել է, ինչ է նշանակում ապրել տիեզերքում, որը հավերժորեն ընդարձակվում է։ Ինչ է նշանակում իմանալ, որ 94% տիեզերքի հավերժորեն անհասանելի է։ Նա եկել է այն եզրակացության, որ սա փոխում է մեր հարաբերությունը տիեզերքի հետ։ Մենք այլևս չենք կարող մտածել տիեզերքի մասին որպես մի վայրի, որը մենք կարող ենք ուսումնասիրել, որը մենք կարող ենք հասկանալ, որը մենք կարող ենք վերահսկել։ Տիեզերքը ավելի մեծ է, քան մենք երբևէ կարող ենք հասնել, ավելի խորը, քան մենք երբևէ կարող ենք հասկանալ։ Մենք ապրում ենք փոքրիկ կղզում, անվերջ օվկիանոսում, եւ մենք երբեք չենք կարող լքել այդ կղզին։ Բայց Ֆիլիպենկոն նաև ասում է, որ սա չպետք է մեզ հուսահատեցնի։ Մեր փոքրիկ կղզին, տեղական խումբը, դեռ անհավատալի մեծ է։ Այն պարունակում է 50 գալակտիկաներ, միլիարդավոր աստղեր, տրիլիոնավոր մոլորակներ։ Կան անհամար բաներ ուսումնասիրելու, հայտնագործելու, հասկանալու։ Մենք կարող ենք ծախսել միլիոնավոր տարիներ ուսումնասիրելու մեր սեփական գալակտիկան եւ դեռ չսպառել դրա խորհուրդները։ Եվ ավելին, մենք ապրում ենք հատուկ ժամանակաշրջանում, երբ մենք կարող ենք տեսնել ավելի մեծ տիեզերքը։ Մենք կարող ենք տեսնել մեծ պայթյունի արձագանքը։ Մենք կարող ենք տեսնել հեռավոր գալակտիկաները։ Մենք կարող ենք չափել տիեզերքի ընդարձակումը։ Ապագա քաղաքակրթությունները չեն ունենա այս արտոնությունը։ Նրանք կապրեն տիեզերքում, որը թվում է փոքր, ստատիկ, անփոփոխ։ Բայց մենք ապրում ենք այն հազվագյուտ պահին, երբ տիեզերքը բացահայտում է իր իսկական բնույթը։ Մարտին Ռիսը, աստղաֆիզիկոս եւ թագավորական աստղագետ Մեծ Բրիտանիայում, գրել է, որ մենք ապրում ենք տիեզերքի միջին տարիքում։ Տիեզերքը բավականաչափ հին է, որ աստղերը ձևավորվեն, մոլորակները ձևավորվեն, կյանքը զարգանա։ Բայց այն դեռ բավականաչափ երիտասարդ է, որ աստղերը դեռ փայլում են, գալակտիկաները դեռ տեսանելի են, տիեզերքը դեռ բացահայտում է իր գաղտնիքները։ Մենք ապրում ենք ոսկե դարում, ժամանակաշրջանում, երբ տիեզերքը ամենահետաքրքիրն է, ամենագեղեցիկը, ամենահասկանալին։ Բայց այս ոսկե դարը չի տևի հավերժ։ Ամեն օր, ամեն վայրկյան տիեզերքը փոքրանում է մեր համար։ Ամեն օր ավելի շատ գալակտիկաներ են անցնում հորիզոնը։ Ամեն օր մենք կորցնում ենք մի փոքր ավելի շատ տիեզերքը, եւ մենք չենք կարող դադարեցնել այն։ Մենք չենք կարող դանդաղեցնել ընդարձակումը։ Մենք չենք կարող փոխել մութ էներգիան։ Մենք կարող ենք միայն դիտել, ուսումնասիրել, հասկանալ։ Պատկերացրեք, որ կանգնած եք լեռան գագաթին արշալույսին։ Արևը դեռ չի ծագել, բայց երկինքը սկսում է լուսավորվել։ Դուք տեսնում եք հովիտները ներքևում, լեռները հորիզոնում, անտառները հեռվում։ Ամեն ինչ գեղեցիկ է, հստակ, տեսանելի։ Բայց դուք գիտեք, որ երբ արևը ծագի, մառախուղը կբարձրանա հովիտներից։ Դանդաղ, անխուսափելի, մառախուղը կծածկի ամեն ինչ։ Առաջին հովիտները կանհետանան, ապա լեռները, ապա անտառները։ Վերջապես կմնա միայն ձեր լեռան գագաթը, շրջապատված մառախուղով։ Դուք կհիշեք այն գեղեցիկ տեսարանը, որը տեսաք արշալույսին, բայց երբեք այլևս չեք տեսնի այն։ Սա մեր իրավիճակն է տիեզերքում։ Մենք ապրում ենք արշալույսին, երբ տիեզերքը դեռ տեսանելի է։ Բայց մութ էներգիայի մառախուղը բարձրանում է, ծածկելով ավելի ու ավելի շատ գալակտիկաներ, եւ մենք կարող ենք միայն դիտել, հիշել եւ փորձել հասկանալ այն, ինչ մենք տեսնում ենք, քանի դեռ կարող ենք տեսնել։ Բայց եկեք խոսենք այն մասին, ինչ մենք իսկապես կարող ենք անել։ Եկեք խոսենք այն մասին, ինչ տեղի է ունենում, երբ դուք փորձում եք փախչել տիեզերական բանտից։ Պատկերացրեք, որ կառուցել եք ամենաարագ տիեզերանավը, որը ֆիզիկապես հնարավոր է։ Դուք օգտագործել եք ամենաարդյունավետ շարժիչը, ամենաթեթև նյութերը, ամենազորեղ էներգիայի աղբյուրը։ Ձեր տիեզերանավը կարող է արագանալ մինչև 99% լույսի արագությունը։ Սա անհավատալի նվաճում է։ Ավելի արագ, քան ցանկացած բան, որ մարդկությունը երբևէ կառուցել է։ Դուք ուղղում եք ձեր տիեզերանավը դեպի Անդրոմեդա գալակտիկան, մեր ամենամոտ մեծ հարևանը, եւ սկսում եք ձեր ճանապարհորդությունը։ 2.500.000 լույսի տարի հեռավորություն, 99% լույսի արագությամբ ճանապարհորդելիս ձեր ժամանակը դանդաղում է հարաբերականության ազդեցությունից։ Ձեզ համար ճանապարհորդությունը կտևի մոտավորապես 350.000 տարի։ Սա երկար ժամանակ է,
բայց տեսականորեն հնարավոր է։ Եթե ունեք սերունդների տիեզերանավ, որտեղ հարյուրավոր սերունդներ ապրում են եւ մահանում են ճանապարհորդության ընթացքում, կամ եթե ունեք կրիոգենային քուն, որտեղ անձնակազմը սառեցված է ճանապարհորդության ընթացքում, դուք կարող եք հասնել Անդրոմեդա։ Բայց ահա խնդիրը. մինչ դուք ճանապարհորդում եք, տիեզերքը շարունակում է ընդարձակվել։ Անդրոմեդան մոտենում է մեզ այժմ, այնպես որ դուք կհասնեք այնտեղ, բայց ցանկացած այլ գալակտիկա, որը հեռանում է մեզանից, կշարունակի հեռանալ, մինչ դուք ճանապարհորդում եք։ Եվ որքան հեռու է գալակտիկան, այնքան արագ է հեռանում։ Ռոբերտ Կալդվելը, աստղաֆիզիկոս Դարտմութի քոլեջից, հաշվարկել է ճշգրիտ սցենարները։ Նա ստեղծել է մանրամասն մոդելներ, որոնք ցույց են տալիս, թե ինչ կտեղի ունենա, եթե դուք փորձեք ճանապարհորդել դեպի հեռավոր գալակտիկա։ Նրա հաշվարկները բացահայտում են ինչ-որ բան խորապես հիասթափեցնող։ Նույնիսկ եթե դուք ճանապարհորդեք 99% լույսի արագությամբ, կան գալակտիկաներ, որոնց դուք երբեք չեք հասնի։ Ոչ թե որովհետև ճանապարհորդությունը չափազանց երկար է, այլ որովհետև գալակտիկան հեռանում է ավելի արագ, քան դուք կարող եք ճանապարհորդել։ Պատկերացրեք, որ վազում եք դեպի հորիզոն։ Դուք վազում եք ձեր առավելագույն արագությամբ, բայց հորիզոնը հեռանում է ձեզանից ավելի արագ, քան դուք վազում եք։ Որքան էլ երկար վազեք, հորիզոնը միշտ մնում է նույն հեռավորության վրա։ Վերջապես դուք հոգնում եք եւ դադարում եք։ Դուք նայում եք հետ եւ տեսնում եք, որ ծածկել եք հսկայական հեռավորություն։ Բայց երբ նայում եք առաջ, հորիզոնը դեռ այնտեղ է, նույն հեռավորության վրա, անհասանելի։ Կալդվելը հաշվարկել է, որ գալակտիկաները, որոնք այժմ գտնվում են մեզանից ավելի քան 16 միլիարդ լույսի տարի հեռավորության վրա, արդեն անհասանելի են։ Նույնիսկ եթե դուք մեկնեք այժմ, նույնիսկ եթե ճանապարհորդեք լույսի արագությամբ, դուք երբեք չեք հասնի դրանց։ Դրանք հեռանում են ավելի արագ, քան լույսի արագությունը, եւ ամեն օր ավելի շատ գալակտիկաներ են անցնում այդ սահմանը։ Բայց եկեք ենթադրենք, որ դուք ունեք անսահման էներգիա։ Եկեք ենթադրենք, որ դուք կարող եք արագանալ մինչև 99.999% լույսի արագությունը, կամ 99.99999%։ Որքան մոտենում եք լույսի արագությանը, ձեր զանգվածը դառնում է ավելի մեծ հարաբերականության ազդեցությունից։ Որքան ավելի մեծ է ձեր զանգվածը, այնքան ավելի շատ էներգիա է պահանջվում ձեզ արագացնելու։ Լույսի արագությամբ հասնելու համար կպահանջվի անվերջ էներգիա։ Սա ֆիզիկայի ֆունդամենտալ սահմանափակումն է։ Դուք չեք կարող ճանապարհորդել լույսի արագությամբ, եթե ունեք զանգված։ Միգել Ալկուբիերեն, տեսաբան ֆիզիկոս, առաջարկել է հնարավոր լուծում։ 1994 թվականին նա հրապարակեց հոդված, որը նկարագրում էր Ալկուբիերե շարժիչը, տեսական սարք, որը կարող է ծռել տարածությունը ձեր տիեզերանավի շուրջ։ Գաղափարն այն է, որ դուք չեք շարժվում տարածությամբ, դուք ծռում եք տարածությունը ձեր շուրջ։ Դուք կծկեք տարածությունը ձեր առջև եւ ընդարձակեք տարածությունը ձեր հետևում։ Սա ստեղծում է փուչիկ տարածության մեջ, որը կարող է շարժվել ավելի արագ, քան լույսի արագությունը, առանց խախտելու հարաբերականության տեսությունը։ Սա հնչում է հիանալի։ Բայց կա մի խնդիր։ Ալկուբիերե շարժիչը պահանջում է բացասական էներգիա։ Ոչ թե պարզապես շատ էներգիա, այլ բացասական էներգիա։ Էներգիա, որը ավելի քիչ է, քան վակուումը։ Քվանտային դաշտի տեսությունը թույլ է տալիս բացասական էներգիայի փոքրիկ քանակություններ փոքրիկ տարածքներում փոքրիկ ժամանակահատվածների համար, բայց Ալկուբիերե շարժիչը պահանջում է հսկայական քանակություններ բացասական էներգիա, ավելի շատ, քան ամբողջ դիտողական տիեզերքի զանգվածը։ Մենք չունենք գաղափար, թե ինչպես ստեղծել այդքան բացասական էներգիա։ Լոուրենս Ֆորթը եւ Թոմաս Ռոմանը, տեսաբան ֆիզիկոսներ, ուսումնասիրել են բացասական էներգիայի սահմանները։ Նրանց աշխատանքը ցույց է տալիս, որ քվանտային մեխանիկան դնում է խիստ սահմաններ այն բացասական էներգիայի քանակին, որը կարող է գոյություն ունենալ։ Որքան ավելի շատ բացասական էներգիա ցանկանում եք, այնքան ավելի փոքր պետք է լինի տարածքը եւ ավելի կարճ ժամանակահատվածը։ Հսկայական քանակություններ բացասական էներգիա, որոնք պահանջվում են Ալկուբիերե շարժիչի համար, հավանաբար անհնար են։ Բայց եկեք ենթադրենք, որ դուք լուծել եք այդ խնդիրը։ Եկեք ենթադրենք, որ դուք գտել եք ինչ-որ կերպ ստեղծելու բացասական էներգիա։ Դուք կառուցել եք Ալկուբիերե շարժիչ եւ այժմ կարող եք ճանապարհորդել ավելի արագ, քան լույսի արագությունը։ Դուք ուղղում եք ձեր տիեզերանավը դեպի հեռավոր գալակտիկա եւ սկսում եք ձեր ճանապարհորդությունը։ Բայց ահա նոր խնդիրը։ Մինչ դուք ճանապարհորդում եք, տիեզերքը շարունակում է ընդարձակվել եւ ընդարձակումը արագանում է։ Եթե գալակտիկան գտնվում է Հաբլի ոլորտից այն կողմ, այն հեռանում է ավելի արագ, քան լույսի արագությունը։ Բայց Ալկուբիերե շարժիչը նույնպես ունի սահմաններ։
Դուք չեք կարող ճանապարհորդել անվերջ արագությամբ։ Կա սահման այն արագությանը, որով դուք կարող եք ծռել տարածությունը։ Սերխիո Կակուտան եւ Ֆրանսիսկո Լոբոն, տեսաբան ֆիզիկոսներ, հաշվարկել են Ալկուբիերե շարժիչի սահմանները։ Նրանց հաշվարկները ցույց են տալիս, որ նույնիսկ Ալկուբիերե շարժիչով կան գալակտիկաներ, որոնց դուք երբեք չեք հասնի։ Եթե գալակտիկան հեռանում է բավականաչափ արագ, նույնիսկ Ալկուբիերե շարժիչը չի կարող հասնել այն։ Դուք կճանապարհորդեք ավելի արագ, քան լույսի արագությունը, բայց գալակտիկան կհեռանա դեռ ավելի արագ։ Դուք նման եք լողորդի, որը փորձում է լողալ դեպի ափ հոսանքի դեմ, որը շարժվում է ավելի արագ, քան նա կարող է լողալ։ Պատկերացրեք, որ կանգնած եք շարժվող մարզադահլիճում։ Մարզադահլիճը շարժվում է հետ, եւ դուք փորձում եք վազել առաջ։ Եթե մարզադահլիճը շարժվում է 2 կմ/ժ-ում, եւ դուք վազում եք 3 կմ/ժ-ում, դուք կարող եք առաջ շարժվել։ Բայց եթե մարզադահլիճը շարժվում է 4 կմ/ժ-ում, դուք երբեք չեք հասնի մարզադահլիճի վերջին։ Որքան էլ արագ վազեք, մարզադահլիճի վերջը շարունակում է հեռանալ ձեզանից։ Սա ճիշտ այն իրավիճակն է տիեզերքում։ Տարածությունը ընդարձակվում է, եւ որքան հեռու եք գալակտիկայից, այնքան արագ է ընդարձակվում տարածությունը ձեր եւ գալակտիկայի միջև։ Վերջապես դուք հասնում եք կետի, որտեղ տարածությունը ընդարձակվում է ավելի արագ, քան դուք կարող եք ճանապարհորդել։ Եվ այդ կետից այն կողմ դուք երբեք չեք կարող հասնել։ Բայց գուցե կա այլ ճանապարհ։ Գուցե մենք կարող ենք օգտագործել որմնանցքներ։ Որմնանցքը տեսական թունել է տարածության մեջ, որը կապում է երկու հեռավոր կետերը։ Եթե դուք կարող եք ստեղծել որմնանցք, դուք կարող եք մտնել մի կողմից եւ դուրս գալ մյուս կողմից, ակնթարթորեն ճանապարհորդելով հսկայական հեռավորություններ։ Կիփ Թորնը եւ Մայքլ Մորիսը, տեսաբան ֆիզիկոսներ, ուսումնասիրել են որմնանցքների ֆիզիկան։ Նրանց աշխատանքը ցույց է տալիս, որ որմնանցքները տեսականորեն հնարավոր են Էյնշտեյնի ընդհանուր հարաբերականության տեսության մեջ, բայց դրանք պահանջում են բացասական էներգիա, նույն խնդիրը, ինչ Ալկուբիերե շարժիչը։ Եվ ավելին, որմնանցքները չափազանց անկայուն են։ Դրանք փակվում են ակնթարթորեն, եթե ցանկացած նյութ փորձի անցնել դրանցով։ Բայց եկեք ենթադրենք, որ դուք լուծել եք այդ խնդիրները։ Եկեք ենթադրենք, որ դուք ստեղծել եք կայուն որմնանցք, որը կապում է մեր գալակտիկան հեռավոր գալակտիկայի հետ։ Դուք մտնում եք որմնանցքը եւ ակնթարթորեն հայտնվում եք հեռավոր գալակտիկայում։ Բայց ահա վերջնական խնդիրը։ Որմնանցքը ինքը ենթարկվում է տիեզերքի ընդարձակմանը։ Եթե գալակտիկան գտնվում է Հաբլի ոլորտից այն կողմ, որմնանցքը ձգվում է տիեզերքի ընդարձակման հետ միասին։ Վերջապես որմնանցքը ձգվում է այնքան, որ փակվում է։ Դուք կորցնում եք ձեր կապը հեռավոր գալակտիկայի հետ։ Մեթյու Վիսերը, տեսաբանան ֆիզիկոս Վիկտորիայի համալսարանից Նոր Զելանդիայում, հաշվարկել է որմնանցքների կայունությունը ընդարձակվող տիեզերքում։ Նրա հաշվարկները ցույց են տալիս, որ որմնանցքները, որոնք կապում են մեզ գալակտիկաների հետ Հաբլի ոլորտից այն կողմ, անխուսափելիորեն փակվում են։ Որքան հեռու է գալակտիկան, այնքան արագ է փակվում որմնանցքը։ Վերջապես բոլոր որմնանցքները դեպի հեռավոր գալակտիկաները փակվում են, եւ մենք մնում ենք մեկուսացված։ Այնպես որ ոչ մի տեխնոլոգիա, որքան էլ զարգացած, չի կարող հաղթահարել տիեզերական հորիզոնը։ Ոչ Ալկուբիերե շարժիչը, ոչ որմնանցքները, ոչ ցանկացած այլ տեսական սարք։ Տիեզերական հորիզոնը ֆունդամենտալ սահմանափակում է, որը գրված է տիեզերքի օրենքներում։ Դուք չեք կարող փախչել այն։ Բայց գուցե մենք չպետք է փորձենք փախչել։ Գուցե մենք պետք է ընդունենք մեր սահմանափակումները եւ կենտրոնանանք այն վրա, ինչ մենք կարող ենք անել։ Մենք կարող ենք ուսումնասիրել մեր սեփական գալակտիկան։ Մենք կարող ենք ուսումնասիրել տեղական խումբը։ Մենք կարող ենք փնտրել կյանք մեր սեփական գալակտիկայում։ Մենք կարող ենք կառուցել քաղաքակրթություն, որը տևում է միլիոնավոր տարիներ։ Բայց կա մի խորը հարց, որը մնում է։ Եթե մենք չենք կարող հասնել այդ հեռավոր գալակտիկաներին, արդյոք դրանք իսկապես գոյություն ունեն։ Կամ ավելի ճիշտ, արդյոք կարևոր է, թե արդյոք դրանք գոյություն ունեն։ Սա խորը փիլիսոփայական հարց է։ Ֆիզիկոսները կոչում են սա դիտողականության խնդիրը։ Եթե ինչ-որ բան չի կարող դիտվել, չի կարող չափվել, չի կարող փորձարկվել, ապա արդյոք այն մաս է կազմում ֆիզիկայի։ Կամ այն պարզապես փիլիսոփայական սպեկուլյացիա է։ Նիլս Բորը, քվանտային մեխանիկայի հիմնադիրներից մեկը, մի անգամ ասել է. «Ֆիզիկան չի վերաբերում այն բանին, թե ինչպիսին է աշխարհը, այլ այն բանին, թե ինչ մենք կարող ենք ասել աշխարհի մասին»։ Այս տեսանկյունից գալակտիկաները, որոնք գտնվում են Հաբլի ոլորտից այն կողմ, չեն մաս կազմում ֆիզիկայի։
Մենք չենք կարող ասել ոչինչ դրանց մասին։ Մենք չենք կարող դիտել դրանք, չենք կարող չափել դրանք, չենք կարող փորձարկել դրանք։ Դրանք գոյություն ունեն մաթեմատիկական իմաստով, բայց ոչ ֆիզիկական իմաստով։ Բայց այլ ֆիզիկոսներ անհամաձայն են։ Նրանք ասում են, որ գալակտիկաները գոյություն ունեն անկախ նրանից, թե արդյոք մենք կարող ենք դիտել դրանք։ Տիեզերքը գոյություն ունի անկախ մեր դիտարկումներից։ Այն փաստը, որ մենք չենք կարող տեսնել ինչ-որ բան, չի նշանակում, որ այն չի գոյություն ունենում։ Դեյվիդ Դոյչը, տեսաբան ֆիզիկոս Օքսֆորդի համալսարանից, պաշտպանում է այս տեսակետը։ Նա ասում է, որ ֆիզիկան վերաբերում է իրականությանը, ոչ թե միայն մեր դիտարկումներին։ Գալակտիկաները, որոնք գտնվում են Հաբլի ոլորտից այն կողմ, իրական են։ Դրանք ունեն աստղեր, մոլորակներ, հեր, հավանաբար կյանք։ Այն փաստը, որ մենք չենք կարող տեսնել դրանք, չի փոխում դրանց իրականությունը։ Բայց Դոյչը նաև ընդունում է, որ սա բարձրացնում է խորը հարցեր։ Եթե գալակտիկաները գոյություն ունեն, բայց մենք երբեք չենք կարող դիտել դրանք, ապա ինչպես մենք կարող ենք իմանալ դրանց մասին։ Ինչպես մենք կարող ենք ստուգել մեր տեսությունները դրանց մասին։ Ինչպես մենք կարող ենք լինել վստահ, որ մեր հասկացողությունը ճիշտ է։ Պատասխանը այն է, որ մենք չենք կարող։ Մենք կարող ենք ստեղծել տեսություններ, մենք կարող ենք կատարել հաշվարկներ, մենք կարող ենք կանխատեսել, թե ինչ պետք է լինի այնտեղ, բայց մենք երբեք չենք կարող ստուգել մեր կանխատեսումները։ Մենք երբեք չենք կարող իմանալ, թե արդյոք մենք ճիշտ ենք։ Սա նման է փորձելու հասկանալ, թե ինչ կա սև խոռոչի ներսում։ Մենք կարող ենք ստեղծել տեսություններ, մենք կարող ենք կատարել հաշվարկներ, բայց մենք երբեք չենք կարող ուղարկել զոնդ սև խոռոչի ներս և ստանալ տվյալներ հետ։ Իրադարձությունների հորիզոնը կանխում է ցանկացած ինֆորմացիայի դուրս գալը։ Նույն կերպ, տիեզերական հորիզոնը կանխում է ցանկացած ինֆորմացիայի գալը այդ հեռավոր գալակտիկաներից։ Բայց կա տարբերություն։ Սև խոռոչի հետ մենք կարող ենք գոնե դիտել իրադարձությունների հորիզոնը։ Մենք կարող ենք տեսնել, թե ինչպես է նյութը ընկնում սև խոռոչի մեջ։ Մենք կարող ենք չափել սև խոռոչի զանգվածը, պտտումը, լիցքը։ Բայց տիեզերական հորիզոնի հետ մենք չենք կարող նույնիսկ դիտել հորիզոնը։ Մենք կարող ենք միայն հաշվարկել, թե որտեղ է այն։ Մենք կարող ենք միայն հաշվարկել, թե որ գալակտիկաները գտնվում են այն կողմ։ Բայց մենք երբեք չենք կարող տեսնել ինքը հորիզոնը։ Ռաֆայել Բուսոն և Լեոնարդ Սասկինդը ուսումնասիրել են տիեզերական հորիզոնի էնտրոպիան։ Նրանց աշխատանքը ցույց է տալիս, որ տիեզերական հորիզոնը, ինչպես սև խոռոչի հորիզոնը, ունի էնտրոպիա, և այդ էնտրոպիան համեմատական է հորիզոնի մակերեսին։ Սա նշանակում է, որ տիեզերական հորիզոնը ֆունդամենտալ սահման է ինֆորմացիայի համար։ Ամբողջ ինֆորմացիան, որը մենք երբևէ կարող ենք ստանալ տիեզերքից, սահմանափակված է հորիզոնի մակերեսով։ Բայց ահա ամենախորը հարցը։ Եթե տիեզերական հորիզոնը սահմանափակում է ինֆորմացիան, որը մենք կարող ենք ստանալ, արդյոք այն նաև սահմանափակում է իրականությունը, որը մենք կարող ենք փորձել։ Արդյոք իրականությունը սահմանափակված է մեր դիտողական տիեզերքով։ Կամ արդյոք գոյություն ունի ավելի մեծ իրականություն, որը մենք երբեք չենք կարող փորձել։ Սա հարցը, որը բաժանում է ֆիզիկոսներին։ Որոշները հավատում են, որ իրականությունը սահմանափակված է մեր դիտողական տիեզերքով։ Այլոք հավատում են, որ գոյություն ունի ավելի մեծ իրականություն, որը մենք երբեք չենք կարող փորձել։ Բայց երկու դեպքում էլ արդյունքը նույնն է։ Մենք բանտարկված ենք մեր փոքրիկ տիեզերական կղզում։ Պատկերացրեք, որ ծնվել եք և ապրել եք ամբողջ կյանքը փոքրիկ սենյակում։ Դուք երբեք չեք տեսել դուրսը։ Դուք գիտեք, որ գոյություն ունի դուրսը, քանի որ լսում եք ձայներ պատերից այն կողմ, բայց դուք երբեք չեք կարող դուրս գալ։ Դուռը փակ է, և դուք չունեք բանալի։ Արդյոք դուրսի աշխարհը իրական է, կամ արդյոք միակ իրական աշխարհը ձեր սենյակն է։ Սա մեր իրավիճակն է տիեզերքում։ Մենք ապրում ենք փոքրիկ տիեզերական սենյակում, մեր դիտողական տիեզերքում։ Մենք գիտենք, որ գոյություն ունի ավելի մեծ տիեզերք, քանի որ տեսնում ենք հեռավոր գալակտիկաները։ Բայց մենք երբեք չենք կարող դուրս գալ։ Տիեզերական հորիզոնը փակ է, և մենք չունենք բանալի։ Բայց գուցե սա ոչ թե սահմանափակում է, այլ հնարավորություն։ Գուցե այն փաստը, որ մենք չենք կարող հասնել այդ հեռավոր գալակտիկաներին, ստիպում է մեզ կենտրոնանալ այն վրա, ինչ մենք կարող ենք հասնել։ Գուցե սա ստիպում է մեզ գնահատել մեր սեփական գալակտիկան, մեր սեփական աստղերը, մեր սեփական մոլորակները։ Ջիլ Տարտերը, աստղագետ, ով տասնամյակներ ծախսել է փնտրելով արտաերկրային կյանք, մի անգամ ասել է. «Տիեզերքը այնքան մեծ է,
որ անհավատալի է մտածել, որ մենք միակ կյանքն ենք, բայց տիեզերքը նաև այնքան մեծ է, որ գուցե մենք երբեք չգտնենք այլ կյանք։ Սա խորը պարադոքս է։ Տիեզերքը բավականաչափ մեծ է, որ պետք է լինեն միլիարդավոր այլ քաղաքակրթություններ, բայց այն նաև այնքան մեծ է, որ պետք է լինեն միլիարդավոր այլ քաղաքակրթություններ, բայց այն նաև այնքան մեծ է, որ պետք է լինեն միլիարդավոր այլ քաղաքակրթություններ, բայց այն նաև այնքան մեծ է, որ պետք է լինեն միլիարդավոր այլ քաղաքակրթություններ, բայց այն նաև այնքան մեծ է, որ պետք է լինեն միլիարդավոր այլ քաղաքակրթություններ, բայց այն նաև այնքան մեծ է, որ պետք է լինեն միլիարդավոր այլ քաղաքակրթություններ, բայց այն նաև այնքան մեծ է, որ պետք է լինեն միլիարդավոր այլ քաղաքակրթություններ, բայց այն նաև այնքան մեծ է, որ պետք է լինեն միլիարդավոր այլ քաղաքակրթություններ, բայց այն նաև այնքան մեծ է, որ պետք է լինեն միլիարդավոր այլ քաղաքակրթություններ, բայց այն նաև այնքան մեծ է, որ պետք է լինեն միլիարդավոր այլ քաղաքակրթություններ, բայց այն նաև այնքան մեծ է, որ պետք է լինեն միլիարդավոր այլ քաղաքակրթություններ, բայց այն նաև այնքան մեծ է, որ պետք է լինեն միլիարդավոր այլ քաղաքակրթություններ, բայց այն նաև այնքան մեծ է, որ պետք է լինեն միլիարդավոր այլ քաղաքակրթություններ, բայց այն նաև այնքան մեծ է, որ պետք է լինեն միլիարդավոր այլ քաղաքակրթություններ, բայց այն նաև բայց գուցե մենք դեռ բավականաչափ ուշադիր չենք փնտրել, գուցե մենք դեռ չունենք ճիշտ տեխնոլոգիան, գուցե այլ քաղաքակրթությունները չափազանց հեռու են, կամ չափազանց լուռ են, կամ չափազանց տարբեր են, որպեսզի մենք հայտնաբերենք դրանք, բայց մի բան հստակ է, եթե մենք ցանկանում ենք գտնել այլ կյանք, մենք պետք է փնտրենք մեր սեփական գալակտիկայում, մենք չենք կարող փնտրել այլ գալակտիկաներում, քանի որ դրանք չափազանց հեռու են, նույնիսկ եթե մենք հայտնաբերենք ազդանշան այլ գալակտիկայից, մենք երբեք չենք կարող պատասխանել, ազդանշանը կտևի միլիոնավոր տարիներ հասնելու այնտեղ և պատասխանը կտևի միլիոնավոր տարիներ վերադառնալու։ Մինչ այդ ժամանակ գալակտիկան կարող է անցնել հորիզոնը և մենք կկորցնենք կապը, այնպես որ մենք սահմանափակված ենք մեր սեփական գալակտիկայով։ Բայց սա ոչ թե փոքր տարածք է, մեր գալակտիկան տարածվում է 100,000 լույսի տարի, այն պարունակում է 200 միլիարդ աստղ, տրիլիոնավոր մոլորակներ, անհամար հնարավորություններ։ Մենք կարող ենք ծախսել միլիոնավոր տարիներ ուսումնասիրելու մեր սեփական գալակտիկան և դեռ չսպառել դրա խորհուրդները։ Եվ գուցե սա բավարար է, գուցե մեր նպատակը չպետք է լինի հասնել ամբողջ տիեզերքին, գուցե մեր նպատակը պետք է լինի հասկանալ մեր սեփական տեղը տիեզերքում, գնահատել այն, ինչ մենք ունենք և ստեղծել ինչ-որ բան գեղեցիկ մեր փոքրիկ տիեզերական կղզում, քանի որ վերջում մենք բոլորս բանտարկված ենք, ոչ միայն տիեզերական հորիզոնով, այլ նաև ժամանակով, տարածությամբ, մեր սեփական կենսաբանությամբ։ Մենք բոլորս ապրում ենք սահմանափակ կյանքներ, սահմանափակ աշխարհում, բայց այդ սահմանափակումները չեն սահմանափակում մեր երևակայությունը, մեր հետաքրքրասիրությունը, մեր ցանկությունը հությունը հասկանալու։ Եվ գուցե սա ամենակարևոր բանն է, ոչ թե այն, որ մենք կարող ենք հասնել ամեն տեղ, այլ այն, որ մենք փորձում ենք հասկանալ ամեն ինչ։ Ոչ թե այն, որ մենք կարող ենք հասնել ամեն տեղ, այլ այն, որ մենք փորձում ենք հասկանալ ամեն ինչ։ Ոչ թե այն, որ մենք կարող ենք հասնել ամեն տեղ, այլ այն, որ մենք փորձում ենք հասկանալ ամեն ինչ։ Ոչ թե այն, որ մենք կարող ենք հասնել ամեն տեղ, այլ այն, որ մենք փորձում ենք հասկանալ ամեն ինչ։ Ոչ թե այն, որ մենք կարող ենք հասնել ամեն տեղ, այլ այն, որ մենք փորձում ենք հասկանալ ամեն ինչ։ Ոչ թե այն, որ մենք կարող ենք հասնել ամեն տեղ, այլ այն, որ մենք փորձում ենք հասկանալ ամեն ինչ։ Ոչ թե այն, որ մենք քանի որ վերջում տիեզերական հորիզոնը ոչ թե պարզապես ֆիզիկական սահմանափակում է, այն նաև փիլիսոփայական մարտահրավեր է։ Այն հարցնում է մեզ, ինչ է նշանակում իմանալ ինչ-որ բան, եթե մենք երբեք չենք կարող ստուգել այն։ Ինչ է նշանակում հասկանալ ինչ-որ բան, եթե մենք երբեք չենք կարող փորձել այն։ Ինչ է նշանակում ապրել տիեզերքում, որի մեծ մասը հավերժորեն անհասանելի է։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները մենք դեռ չունենք։ Բայց գուցե հարցերը ինքնին ավելի կարևոր են, քան պատասխանները։ Գուցե հարցնելու ակտը, փնտրելու ակտը, զարմանալու ակտը, սա այն է, ինչ մեզ դարձնում է մարդ։ Սա այն է, ինչ մեզ դարձնում է տիեզերքի մաս։ Եվ գուցե վերջում սա բավարար է։ Հասկանում եմ ձեր մտքերը։ Դուք մտածում եք, սա ամենը հնչում է որպես գիտական ֆանտաստիկա, տիեզերական բանտ, անհասանելի գալակտիկաներ,
Սա պետք է լինի եւս մեկ սենսացիոն տեսություն, որը վաղը կհերքվի։ Եվ գիտեք ինչ, այդ սկեպտիցիզմը առողջ է։ Այն ճիշտ այն է, ինչ պահպանում է գիտությունը ազնիվ։ Բայց ահա ինչ է տարբերում այս իրավիճակը յուրաքանչյուր այլ գիտական սենսացիայից։ Մենք չենք խոսում հիպոթեզի մասին։ Մենք չենք խոսում մոդելի մասին, որը կարող է փոխվել։ Մենք խոսում ենք չափված, դիտարկված, անհերքելի փաստի մասին։ Տիեզերքի ընդարձակումը չէ տեսություն, դա դիտարկում է։ Արագացումը չէ կանխատեսում, դա չափում է։ Հորիզոնը չէ սպեկուլյացիա, դա մաթեմատիկական անխուսափելիություն է։ Երբ Սոլ Պերլմուտերի թիմը 1998 թվականին հրապարակեց իրենց արդյունքները արագացող ընդարձակման մասին, գիտական համայնքը ցնցված էր, բայց ոչ թե այն, որ դրանք անհավատալի էին, այլ այն, որ դրանք չափազանց հավատալի էին։ Երկու անկախ թիմ, օգտագործելով տարբեր հեռադիտակներ, տարբեր մեթոդներ, տարբեր վերլուծություններ, հասան նույն եզրակացության. տիեզերքը արագանում է։ Վերջին 25 տարիների ընթացքում այդ արդյունքները հաստատվել են տասնյակ անկախ դիտարկումներով։ Պլանկի տիեզերանավը, որը քարտեզագրեց տիեզերական միկրոալիքային ֆոնային ճառագայթումը անհավատալի ճշգրտությամբ, հաստատեց արագացումը։ Սլոուն թվային երկնային ակնարկը, որը չափեց միլիոնավոր գալակտիկաների դիրքերը, հաստատեց արագացումը։ Բարիոնային ակուստիկ տատանումների ուսումնասիրությունները հաստատեցին արագացումը։ Յուրաքանչյուր նոր դիտարկում, յուրաքանչյուր նոր չափում ավելացնում է նույն պատկերը։ Մութ էներգիան կազմում է տիեզերքի 68%-ը։ Սա ոչ թե կանխատեսում է, այլ չափում։ Մենք չափել ենք տիեզերքի ընդարձակման արագությունը տարբեր ժամանակներում։ Մենք չափել ենք գալակտիկաների բաշխումը տիեզերքում։ Մենք չափել ենք տիեզերական միկրոալիքային ֆոնային ճառագայթման տատանումները։ Բոլոր այդ չափումները համաձայն են միմյանց հետ, միայն եթե տիեզերքի 68%-ը կազմված է մութ էներգիայից։ Ադեմ Ռիսը 10 տարի անց իր Նոբելյան մրցանակից հետո շարունակեց ճշգրտել չափումները։ Նա օգտագործեց Հաբլի տիեզերական հեռադիտակը, դիտելու ավելի հեռավոր սուպերնովաներ, ավելի ճշգրիտ չափելու ընդարձակման արագությունը։ Նրա վերջին արդյունքները ցույց են տալիս, որ տիեզերքը ընդարձակվում է ավելի արագ, քան մենք մտածում էինք։ Հաբլի հաստատությունը, թիվը, որը նկարագրում է ընդարձակման արագությունը, մոտավորապես 70 կմ/վայրկյանում յուրաքանչյուր մեգապարսեկի համար։ Ինչ է դա նշանակում պարզ լեզվով։ Դա նշանակում է, որ երկու կետերի համար, որոնք գտնվում են 3.200.000 լույսի տարի հեռավորության վրա միմյանցից, տարածությունը դրանց միջև ընդարձակվում է 70 կմ ամեն վայրկյան։ Եթե դուք կրկնապատկեք հեռավորությունը, ընդարձակման արագությունը կրկնապատկվում է։ Եթե դուք տասնապատկեք հեռավորությունը, ընդարձակման արագությունը տասնապատկվում է։ Սա նշանակում է, որ գոյություն ունի հեռավորություն, մոտավորապես 14 միլիարդ լույսի տարի, որտեղ ընդարձակման արագությունը հավասար է լույսի արագությանը։ Սա Հաբլի ոլորտի սահմանն է։ Ամեն ինչ, որ գտնվում է ավելի հեռու, հեռանում է մեզանից ավելի արագ, քան լույսի արագությունը։ Եվ քանի որ մութ էներգիան շարունակում է արագացնել ընդարձակումը, այդ սահմանը մոտենում է մեզ ամեն օր։ Այժմ եկեք խոսենք այն մասին, ինչ մենք իսկապես կարող ենք անել։ Եկեք խոսենք այն մասին, ինչ մենք իսկապես կարող ենք անել։ Եկեք խոսենք այն մասին, ինչ մենք իսկապես կարող ենք անել։ Եկեք խոսենք այն մասին, ինչ մենք իսկապես կարող ենք անել։ Եկեք խոսենք այն։ Եկեք խոսենք այն մասին, ինչ մենք իսկապես կարող ենք անել։ Եկեք խոսենք այն մասին, ինչ մենք իսկապես կարող ենք անել։ Եկեք խոսենք այն մասին, եւ դուք փորձում եք փախչել տիեզերական բանտից։ Պատկերացրեք, որ կառուցել եք ամենաարագ տիեզերանավը, որը ֆիզիկապես հնարավոր է։ Դուք օգտագործել եք ամենաարդյունավետ շարժիչը, ամենաթեթև նյութերը, ամենազորեղ էներգիայի աղբյուրը։ Ձեր տիեզերանավը կարող է արագանալ մինչև 99% լույսի արագությունը։ Դուք ուղղում եք ձեր տիեզերանավը դեպի հեռավոր գալակտիկա եւ սկսում եք ձեր ճանապարհորդությունը։ Բայց ահա խնդիրը։ Մինչ դուք ճանապարհորդում եք, տիեզերքը շարունակում է ընդարձակվել։ Եվ որքան հեռու է գալակտիկան, այնքան արագ է հեռանում։ Ռոբերտ Կալտվելը, աստղաֆիզիկոս Դարտմութի քոլեջից, հաշվարկել է ճշգրիտ սցենարները։ Նրա հաշվարկները բացահայտում են ինչ-որ բան խորապես հիասթափեցնող։ Նույնիսկ եթե դուք ճանապարհորդեք 99%, թե դուք ճանապարհորդեք 99% լույսի արագությամբ, կարող եք տեսնել նման բան։ Տիեզերական նավը մտնում է մի բանի մեջ, որը սկսում է համարել կենդանի։
Այն խորհրդականություն է, որը կարող է փախչել մինչև 300%։ Ինչպես կարող է ինչ-որ բան փախչել մինչև 300%։ Այդ պատմության մեջ մենք հասկանում ենք մի բան։ Նավային հոդ կոչված տոկոստականը սկսում է կանխել նրան, որ մեր հեռավոր գալակտիկայի մոլուց մեջ կանխատեսող կազմակերպությունը մեզ խոստովանում է, որ կարող է դեռևս որևէ մեկ փոքր դրական մոլուց մեջ տեղադրել։ Այդ մոլուցները կարող են նեղվել մի քանի տարի առաջ և դառնալ կենդանիներ։ Մենք կարող ենք կազմակերպել մի հանգիստ հարթակ, որը մեզ հետ կգնա գալ ամեն անգամ, երբ պետք է սկսել կազմակերպել համագործակոց լույսի արագությամբ, կան գալակտիկաներ, որոնց դուք երբեք չեք հասնի։ Ոչ թե որովհետև ճանապարհորդությունը չափազանց երկար է, այլ որովհետև գալակտիկան հեռանում է ավելի արագ, քան դուք կարող եք ճանապարհորդել։ Դուք նման եք վազորդի, որը վազում է դեպի հորիզոն։ Որքան էլ արագ վազեք, հորիզոնը հեռանում է ավելի արագ։ Դուք երբեք չեք հասնի։ Լավ, բայց ինչ վերաբերում է առաջադեմ տեխնոլոգիաներին, ինչ վերաբերում է որդաբույր շարժիչներին, որոնք ծռում են տարածությունը։ Միգել Ալկուբիերեն, մեքսիկացի տեսաբան ֆիզիկոս, 1994 թվականին հրապարակեց հոդված, որը նկարագրում էր, թե ինչպես կարող է տեսականորեն աշխատել որդաբույր շարժիչը։ Գաղափարը պարզ է։ Փոխանակ շարժվելու տարածությամբ դուք ծռում եք տարածությունը ձեր շուրջը։ Դուք կծկեք տարածությունը ձեր առջև և ընդարձակեք այն ձեր հետևում։ Հնչում է հիանալի, ճիշտ է։ Խնդիրն այն է, որ Ալկուբիերեի շարժիչը պահանջում է բացասական էներգիա։ Ոչ թե պարզապես շատ էներգիա, այլ բացասական էներգիա։ Էներգիա, որը ունի բացասական զանգված։ Եվ քվանտային դաշտի տեսությունը ասում է, որ բացասական էներգիան կարող է գոյություն ունենալ միայն չափազանց փոքր քանակություններով և չափազանց կարճ ժամանակով։ Լոուրենս Քրաուսը հաշվարկել է, թե որքան բացասական էներգիա կպահանջվի որդաբույր շարժիչի համար։ Պատասխանը ավելի շատ է, քան ամբողջ դրական էներգիան տեսանելի տիեզերքում։ Դուք կպետք է վերածեք ամբողջ տիեզերքը բացասական էներգիայի, ստեղծելու մեկ փոքրիկ որդաբույր պղճակ։ Սա ոչ թե դժվար է, սա անհնար է։ Լավ, բայց ինչ վերաբերում է որդաբույր անցքերին, ինչ վերաբերում է կարճ ճանապարհներին տիեզերաժամանակի միջով, Կիփ Թորնը, ով ուսումնասիրել է որդաբույր անցքերը տասնամյակներ, եկել է այն եզրակացության, որ կայուն, անցանելի որդաբույր անցքը հավանաբար ֆիզիկապես անհնար է։ Որդաբույր անցքերը նույնպես պահանջում են բացասական էներգիա, պահելու դրանք բաց։ Առանց բացասական էներգիայի որդաբույր անցքը կփլուզվի անմիջապես։ Եվ նույնիսկ եթե դուք կարողանաք ստեղծել որդաբույր անցք, դա չի լուծի տիեզերական հորիզոնի խնդիրը։ Մեթյու Վիսերը, տեսաբան ֆիզիկոս, հաշվարկել է որդաբույր անցքների կայունությունը ընդարձակվող տիեզերքում։ Նրա հաշվարկները ցույց են տալիս, որ որդաբույր անցքները, որոնք կապում են մեզ գալակտիկաների հետ Հաբլի ոլորտից այն կողմ, անխուսափելիորեն փակվում են։ Դուք չեք կարող կառուցել կամուրջ դեպի վայր, որը ֆունդամենտալ անջատված է ձեզանից։ Պատկերացրեք, որ փորձում եք կառուցել կամուրջ դեպի կղզի, որը հեռանում է ձեզանից ավելի արագ, քան դուք կարող եք կառուցել։ Ամեն մետր կամուրջ, որը դուք կառուցում եք, կղզին հեռանում է 2 մետր։ Դուք երբեք չեք հասնի։ Ոչ թե այն, որ ձեր կառուցման արագությունը դանդաղ է, այլ այն, որ կղզին հեռանում է ավելի արագ, քան դուք կարող եք կառուցել։ Սա ճիշտ այն իրավիճակն է տիեզերական հորիզոնի հետ։ Գալակտիկաները հեռանում են ավելի արագ, քան ցանկացած ազդանշան, ցանկացած տեխնոլոգիա, ցանկացած բան կարող է հասնել դրանց։ Սա ոչ թե ինժեներական խնդիր է, սա ֆունդամենտալ սահմանափակում է։ Շոն Քերոլը գրել է, որ տիեզերական հորիզոնը ներկայացնում է պատճառականության հորիզոն։ Երկու իրադարձություններ, որոնք գտնվում են հորիզոնի հակառակ կողմերում, չեն կարող երբևէ ազդել միմյանց վրա։ Դրանք գոյություն ունեն տարբեր պատճառական տիեզերքներում։ Դա նման է երկու մարդկանց, ովքեր ապրում են տարբեր ժամանակագրություններում։ Նրանք երբեք չեն կարող հանդիպել, երբեք չեն կարող հաղորդակցվել, երբեք չեն կարող ազդել միմյանց կյանքի վրա։ Բայց գուցե մենք կարող ենք փոխել մութ էներգիան ինքը։ Գուցե առաջադեմ քաղաքակրթությունը կարող է գտնել միջոց մանիպուլացնելու մութ էներգիան։ Երբ դուք հաշվում եք թվերը, իրականությունը դառնում է հստակ։ Մութ էներգիան լցնում է ամբողջ տիեզերքը։ Յուրաքանչյուր խորանարդ սանտիմետր տարածության մեջ կա մութ էներգիա։ Փոխելու համար մութ էներգիան բավարար մասշտաբով ազդելու տիեզերքի ընդարձակման վրա, դուք կպետք է մանիպուլացնեք տիեզերքի ամբողջ ծավալը։
Լիզա Ռենդալը հաշվարկել է, որ մանիպուլացնելու համար մութ էներգիան միայն մեր դիտողական տիեզերքում կպահանջվի էներգիա, որը համարժեք է վերածելու միլիարդավոր գալակտիկաներ զուտ էներգիայի։ Սա անհամեմատ ավելի շատ է, քան ամբողջ էներգիան, որը մարդկությունը երբևէ օգտագործել է իր ամբողջ պատմության ընթացքում։ Եվ նույնիսկ եթե դուք ունենաք այդ էներգիան, դուք չգիտեք, թե ինչպես մանիպուլացնել մութ էներգիան։ Մենք դեռ չգիտենք, թե ինչ է մութ էներգիան։ Մենք կգիտենք, որ այն գոյություն ունի։ Մենք գիտենք, որ այն մղում է տիեզերքը ընդարձակվել։ Բայց մենք չգիտենք դրա ֆունդամենտալ բնույթը։ Ինչպես կարող եք մանիպուլացնել ինչ-որ բան, երբ դուք չգիտեք, թե ինչ է այն։ Պատկերացրեք, որ փորձում եք վերահսկել եղանակը, երբ դուք չգիտեք, թե ինչ է պատճառում անձրևը։ Մութ էներգիայի հետ մենք նույնիսկ չգիտենք ատմոսֆերական ֆիզիկան։ Մենք միայն տեսնում ենք ազդեցությունները։ Ռաֆայել Բուսոն առաջարկել է, որ մութ էներգիան կարող է լինել տիեզերական հաստատուն, որը ներկառուցված է տարածության ինքնին կառուցվածքում։ Եթե դա ճիշտ է, ապա փոխելու համար մութ էներգիան դուք կպետք է փոխեք տարածության ինքնին հատկությունները։ Դուք կպետք է վերագրեք տիեզերքի ֆունդամենտալ օրենքները։ Սա ոչ թե տեխնոլոգիական մարտահրավեր է, սա նման է փորձելու փոխել մաթեմատիկան։ Այնպես որ ոչ մի տեխնոլոգիա, որքան էլ զարգացած, չի կարող հաղթահարել տիեզերական հորիզոնը։ Տիեզերական հորիզոնը ֆունդամենտալ սահմանափակում է, որը գրված է տիեզերքի օրենքներում։ Դուք չեք կարող փախչել այն։ Բայց գուցե կա ավելի խորը հարց։ Գուցե տիեզերական հորիզոնը ոչ թե սահմանափակում է, այլ բացահայտում է ինչ-որ ֆունդամենտալ ճշմարտություն տիեզերքի մասին։ Ջոն Ուիլերը մի անգամ ասել է. «Ժամանակը եւ տարածությունը կարող են լինել դոմինո խաղի վերջնական տարրերը»։ Նա նկատի ուներ, որ տիեզերաժամանակը կարող է չլինել հարթ շարունակական ֆոն, այլ կազմված է դիսկրետ քվանտային միավորներից։ Պլանկի երկարությունը մոտավորապես 1 միլիարդ տրիլիոնական մետր կարող է լինել տարածության ամենափոքր հնարավոր միավորը։ Եթե տարածությունը իսկապես քվանտային է, ապա տիեզերական հորիզոնը կարող է լինել ֆունդամենտալ սահման, որը ծագում է տարածության քվանտային բնույթից։ Կարլո Ռովելին առաջարկել է, որ տարածությունը եւ ժամանակը ոչ թե ֆունդամենտալ են, այլ ծագում են ավելի խորը քվանտային կառուցվածքից։ Նրա տեսությունում տարածությունը կազմված է փոքրիկ օղակներից, քվանտային տարածության միավորներից։ Բայց եթե տարածությունը ցանց է, ապա կարող են լինել սահմաններ այն տեղեկատվությանը, որը կարող է հոսել այդ ցանցով։ Տիեզերական հորիզոնը կարող է լինել տեղ, որտեղ ցանցը պատռվում է, որտեղ օղեղողակները այլևս չեն կապված։ Սա խորը գաղափար է։ Այն ասում է, որ տիեզերական հորիզոնը ոչ թե պարզապես պրակտիկ սահմանափակում է, այլ ֆունդամենտալ հատկություն է իրականության։ Դա նման է այն, թե ինչպես դուք չեք կարող ճանապարհորդել ժամանակի մեջ հետ, ժամանակի սիսլաքը ֆունդամենտալ հատկություն է տիեզերքի։ Տիեզերական հորիզոնը կարող է լինել նույնպիսի ֆունդամենտալ հատկություն։ Եթե դա ճիշտ է, ապա դա նշանակում է, որ տիեզերական հորիզոնը ոչ թե սխալ է, որը մենք կարող ենք ուղղել, դա ոչ թե սահմանափակում է, որը մենք կարող ենք հաղթահարել։ Դա ֆունդամենտալ ճշմարտություն է տիեզերքի մասին։ Դա մաս է այն, թե ինչ է նշանակում գոյություն ունենալ այս տիեզերքում։ Պատկերացրեք, որ ծնվել եք 3 չափանի աշխարհում։ Դուք կարող եք շարժվել առաջ հետ, ձախ աջ, վեր վար։ Բայց դուք չեք կարող շարժվել 4-րդ տարածական չափումով, քանի որ այդ չափումը չի գոյություն ունենում ձեր աշխարհում։ Սա ոչ թե սահմանափակում է, սա պարզապես ձեր իրականության կառուցվածքն է։ Տիեզերական հորիզոնը կարող է լինել նույնը։ Դա կարող է լինել ոչ թե սահմանափակում, այլ պարզապես այն, թե ինչպես է կառուցված մեր տիեզերքը։ Եվ եթե դա ճիշտ է, ապա հարցը դառնում է ոչ թե ինչպես կարող ենք հասնել այդ գալակտիկաներին, այլ ինչ է նշանակում ապրել տիեզերքում, որտեղ 94% հավերժորեն անհասանելի է։ Մենք ապրում ենք տիեզերքում, որը միաժամանակ անverջ մեծ է եւ ֆունդամենտալ սահմանափակված։ Տիեզերք, որը ցույց է տալիս մեզ անհամար հորիզոններ, ապա դարձնում է դրանք հավերժորեն անհասանելի։ Տիեզերք, որը միաժամանակ հրավիրում է մեզ ուսումնասիրել եւ հիշեցնում մեզ մեր սահմանները։ Եվ մենք, փոքրիկ արարածներ, փոքրիկ մոլորակի վրա, փոքրիկ գալակտիկայում, ոչ թե հասնել աստղերին ստղերին, այլ հասկանալ, թե ինչու մենք չենք կարող հասնել դրանց։ Ոչ թե նվաճել տիեզերքը, այլ հասկանալ տիեզերքի սահմանները։ Ոչ թե անverջ ընդարձակվել, այլ հասկանալ մեր անխուսափելի սահմանափակումը։ Եվ գուցե վերջապես սա ամենախորը գիտելիքն է՝ իմանալ, թե ինչ մենք չենք կարող իմանալ։ Հասկանալ, թե ինչ մենք չենք կարող հասկանալ։
տեսնել սահմանները մեր տեսողության։ Քանի որ տիեզերական հորիզոնը ոչ միայն սահման է տիեզերքում, այն նաև սահման է մեր գիտելիքում, սահման է մեր հասկացողության մեջ, սահման է մեր գոյության մեջ։ Եվ այդ սահմանը մոտենում է ամեն օր։ Բայց եկեք մի պահ կանգ առնենք, եկեք հեռանանք թվերից, հավասարումներից, հաշվարկներից։ Եկեք հարցնենք ավելի խորը հարց. ինչ է իրականում նշանակում ապրել տիեզերքում, որը միաժամանակ անվերջ է և բանտ։ Փիլիսոփաները հազարամյակներ են մտածել անվերջության մասին։ Հին հույները վախենում էին դրանից։ Անվերջությունը թվում էր ոչինչ չէ, քաոս, անկարգություն, ինչ-որ բան, որը մարդկային միտքը չի կարող պարունակել։ Բայց մենք, ժամանակակից մարդիկ, սովորել ենք ապրել անվերջության գաղափարի հետ։ Մենք գիտենք, որ թվերը շարունակվում են անվերջ։ 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 Մենք գիտենք, որ թվերը որ կարող են լինել անվերջ շատ բաներ, բայց մենք կարող ենք փորձել միայն վերջավոր քանակությունը։ Որ տիեզերքը կարող է լինել անսահման, բայց մեր տիեզերքը, այն մասը, որը մենք կարող ենք երբևէ փորձել, ֆունդամենտալ սահմանափակված է։ Դերեկ Փարֆիթը, բրիտանական փիլիսոփա, ով ծախսեց իր կյանքը մտածելով անձի և ինքնության մասին, մի անգամ գրել է. «Իմ կյանքը նման է ապրելուն բաց տիեզերքում, որտեղ ամեն ինչ, ինչ տեղի է ունենում հիմա, և ոչինչ չի կարող փոխվել»։ Նա խոսում էր ժամանակի մասին, բայց նույն գաղափարը կիրառվում է տարածությանը։ Մենք ապրում ենք տիեզերքում, 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 ապրում ենք Յուրաքանչյուր հնարավոր արդյունք տեղի է ունենում, բայց տարբեր տիեզերքներում։ Այդ տիեզերքները բոլորը իրական են, բայց դրանք երբեք չեն հաղորդակցվում միմյանց հետ։ Տիեզերական հորիզոնը նման է, բայց ավելի ֆունդամենտալ։ Դա ոչ թե քվանտային ճյուղավորում է, այլ տարածության ինքնին կառուցվածք։ Գալակտիկաները հորիզոնից այն կողմ գոյություն ունեն նույն տիեզերքում, որում մենք, բայց դրանք գոյություն ունեն տարածքում, որը ֆունդամենտալ անջատված է մերից։ Դրանք նման են զուգահեռ տիեզերքների, որոնք գոյություն ունեն մեր սեփական տիեզերքի ներսում։ Եվ ահա ինչ է դա նշանակում. կարող են լինել քաղաքակրթություններ այնտեղ, որոնք ունեն նույն հարցերը, ինչ մենք, որոնք նայում են իրենց երկինք և տեսնում են գալակտիկաներ, որոնք հեռանում են, որոնք հաշվում են աստղերը, որոնք անցնում են իրենց հորիզոնը, որոնք հասկանում են, որ 94% իրենց տիեզերքի հավերժորեն անհասանելի է։ Եվ գուցե ինչպես մենք, նրանք նույնպես հարցնում են. ինչու։ Ինչու է տիեզերքը կառուցված այսպես։ Ինչու է այն ցույց տալիս մեզ անվերջ հորիզոններ, միայն դրանք անհասանելի դարձնելու համար։ Կարլ Սեյգանը մի անգամ ասել է. «Տիեզերքը ոչ միայն տարօրինակ է, քան մենք պատկերացնում ենք, այն տարօրինակ է, քան մենք կարող ենք պատկերացնել»։ Բայց գուցե կա ավելի խորը ճշմարտություն։ Տիեզերքը ոչ միայն տարօրինակ է, այն նաև խորհրդավոր է։ Այն լի է հարցերով, որոնց պատասխանները կարող են գոյություն ունենալ, բայց մնալ հավերժորեն անհասանելի։ Մտածեք դրա մասին։ Մենք ապրում ենք տիեզերքում, որտեղ կան հարցեր, որոնց պատասխանները գոյություն ունեն, բայց մենք երբեք չենք կարող իմանալ դրանք։ Կա կյանք գալակտիկաներում հորիզոնից այն կողմ։ Հավանաբար այո։ Կամ բանական քաղաքակրթություններ այնտեղ։ Հավանաբար այո։ Ինչ են նրանք մտածում, ինչ են նրանք ստեղծել,
Ինչ են նրանք հայտնագործել, մենք երբեք չենք իմանա։ Սա տարբեր է ասելուց մենք դեռ չգիտենք։ Սա ասելն է մենք երբեք չենք կարող իմանալ։ Սա ֆունդամենտալ տարբերություն է։ Գիտությունը սովոր է հարցերի, որոնց պատասխանները դեռ չգիտենք, բայց որոնք մենք կարող ենք տեսականորեն պատասխանել։ Բայց տիեզերական հորիզոնը ստեղծում է հարցեր, որոնց պատասխանները տեսականորեն անհասանելի են։ Դանիել Դենեթը, փիլիսոփա, ով ուսումնասիրել է գիտակցությունը եւ գիտելիքը, մի անգամ գրել է. «Կան բաներ, որոնք մենք չենք կարող իմանալ, քանի որ դրանք գերազանցում են մեր ճանաչողական կարողություններին»։ Նա խոսում էր մարդկային միտքի սահմանների մասին, բայց տիեզերական հորիզոնը տարբեր է։ Դա ոչ թե մեր միտքի սահմանափակում է, դա տիեզերքի ինքնին սահմանափակում է։ Նույնիսկ եթե մենք ունենայինք անվերջ բանականություն, անվերջ հաշվողական ուժ, անվերջ ժամանակ, մենք դեռ չէինք կարող իմանալ, թե ինչ է տեղի ունենում գալակտիկաներում հորիզոնից այն կողմ, քանի որ ոչ մի ինֆորմացիա այնտեղից երբեք չի հասնի մեզ։ 0 բիտ։ Ոչինչ։ Սա նման է փորձելու լուծել հավասարում, որտեղ բոլոր փոփոխականները բացակայում են։ Դուք կարող եք լինել ամենաբանական մաթեմատիկոսը տիեզերքում, բայց եթե ձեզ չեն տվել թվերը, դուք չեք կարող լուծել հավասարումը։ Տիեզերական հորիզոնը նման է, այն հեռացնում է փոփոխականները հավասարումից։ Բայց գուցե սա ոչ թե թերություն է, այլ հատկություն։ Գուցե տիեզերքը պետք է ունենա սահմաններ։ Գուցե անսահման գիտելիքը կլիներ ինչ-որ կերպ անհամատեղելի գոյության հետ։ Ջոն Բարոուն և Ֆրանկ Տիպլերը, ֆիզիկոսներ, ովքեր գրել են անթրոպիկ տիեզերական սկզբունքի մասին, առաջարկել են, որ տիեզերքը պետք է լինի այնպիսին, որ թույլ տա դիտորդների գոյությունը։ Եթե ֆիզիկայի օրենքները տարբեր լինեին, կյանքը կարող էր անհնար լինել։ Եթե տիեզերքը չունենար այն հատկությունները, որոնք այն ունի, մենք չէինք լինի այստեղ, դիտելու այն։ Բայց գուցե նույն տրամաբանությունը կիրառվում է տիեզերական հորիզոնին։ Գուցե տիեզերքը պետք է ունենա հորիզոններ։ Գուցե անսահման, ամբողջովին հասանելի տիեզերքը կլիներ ինչ-որ կերպ անհամատեղելի բանականության հետ։ Սա սպեկուլյացիա է, իհարկե։ Մենք չգիտենք, թե արդյոք տիեզերքը պետք է լինի որևէ կերպ։ Բայց հետաքրքիր է մտածել, որ գուցե սահմանափակումները, որոնք մենք տեսնում ենք, լույսի արագության սահմանը, անորոշության սկզբունք, անսկզբունքը, տիեզերական հորիզոնը ոչ թե պատահական են, այլ ֆունդամենտալ հատկություններ են տիեզերքի, որը կարող է պարունակել բանականություն։ Գուցե բանականությունը պահանջում է սահմաններ։ Գուցե անսահման գիտելիքը կլիներ նույնը, ինչ ոչ մի գիտելիք։ Եթե դուք գիտեք ամեն ինչ, ապա ոչինչ չի զարմացնում ձեզ։ Ոչինչ չի մարտահրավերում ձեզ։ Ոչինչ չի ստիպում ձեզ մտածել։ Գուցե խորհուրդը, անհասանելին, անհայտը ֆունդամենտալ են բանականության համար։ Ռեբեկա Գոլդշտեյնը, փիլիսոփա, ով գրել է Տեսակավորված Պլատոն գիրքը, առաջարկել է, որ մաթեմատիկան և ֆիզիկան բացահայտում են ինչ-որ բան խորը իրականության մասին, որ հավասարումները, որոնք մենք գտնում ենք, ոչ թե պարզապես նկարագրություններ են, այլ բացահայտումներ, որ տիեզերքը ունի կառուցվածք, և այդ կառուցվածքը մաթեմատիկական է։ Բայց եթե տիեզերքը մաթեմատիկական է, ապա դրա սահմանափակումները նույնպես մաթեմատիկական են։ Տիեզերական հորիզոնը ոչ թե պատահական սահման է, այլ մաթեմատիկական անխուսափելիություն։ Այն հետևում է Էյնշտեյնի հավասարումներից, մութ էներգիայի հատկություններից, տարածության ինքնին կառուցվածքից։ Եվ եթե դա ճիշտ է, ապա տիեզերական հորիզոնը ոչ թե սխալ է, որը մենք կարող ենք ուղղել։ Դա ոչ թե թերություն է, որը մենք կարող ենք հաղթահարել։ Դա մաթեմատիկական ճշմարտություն է, այնքան ֆունդամենտալ, որքան 2 գումարած 2-ը հավասար է 4-ի։ Դուք չեք կարող հաղթահարել այն փաստը, որ 2 գումարած 2-ը հավասար է 4-ի։ Դուք կարող եք միայն ընդունել այն։ Նույն կերպ, մենք չենք կարող հաղթահարել տիեզերական հորիզոնը։ Մենք կարող ենք միայն ընդունել այն։ Բայց ընդունելը չի նշանակում հանձնվել։ Ընդունելը նշանակում է հասկանալ։ Եվ հասկանալը, նույնիսկ երբ այն, ինչ մենք հասկանում ենք, սահմանափակում է մեզ, դեռ հզոր է։ Բայց հիմա եկեք խոսենք այն մասին, ինչ մենք իսկապես չգիտենք։ Քանի որ տիեզերական հորիզոնը միայն մեկ խորհուրդ է բազմաթիվ խորհուրդների մեջ, մենք չգիտենք, թե ինչ է մութ էներգիան։ Մենք գիտենք, որ այն գոյություն ունի։ Մենք գիտենք, որ այն կազմում է տիեզերքի 68%-ը։ Մենք գիտենք, որ այն մղում է տիեզերքը ավելի ու ավելի արագ ընդարձակվել։ Բայց մենք չգիտենք, թե ինչ է այն։ Արդյոք դա տիեզերական հաստատուն է, հաստատուն էներգիայի խտություն տարածության մեջ։ Արդյոք դա դինամիկ դաշտ է, որը փոխվում է ժամանակի ընթացքում։ Արդյոք դա նշան է,
որ Էյնշտեյնի տեսությունը պետք է փոփոխվի մեծ մասշտաբներում։ Մենք չգիտենք։ Մենք չգիտենք, թե ինչ է մութ նյութը։ Մենք գիտենք, որ այն գոյություն ունի, քանի որ տեսնում ենք դրա ձգողական ազդեցությունները գալակտիկաների վրա։ Մենք գիտենք, որ այն գոյություն ունի, քանի որ տեսնում ենք դրա ձգողական ազդեցությունները գալակտիկաների վրա։ Մենք գիտենք, որ այն գոյություն ունի, քանի որ տեսնում ենք դրա ձգողական ազդեցությունները գալակտիկաների վրա։ Մենք գիտենք, որ այն գոյություն ունի, քանի որ տեսնում ենք դրա ձգողական ազդեցությունները գալակտիկաների վրա։ Մենք գիտենք, որ այն գոյություն ունի, քանի որ տեսնում ենք դրա ձգողական ազդեցությունները գալակտիկաների վրա։ Մենք գիտենք, որ այն գոյություն ունի, քանի որ տեսնում ենք դրա ձգողական ազդեցությունները գալակտիկաների վրա։ Մենք գիտենք, որ այն գոյություն ունի, քանի որ տեսնում ենք դրա ձգողական ազդեցությունները գալակտիկաների վրա։ Մենք գիտենք, որ այն գոյություն ունի, քանի որ տեսնում ենք դրա ձգողական ազդեցությունները գալակտիկաների վրա։ Մենք գիտենք, որ այն գոյություն ունի, քանի որ տեսնում ենք դրա ձգողական ազդեցությունները գալակտիկաների վրա։ Մենք գիտենք, որ այն գոյություն ունի, քանի որ տեսնում ենք դրա ձգողական ազդեցությունները գալակտիկաների վրա։ Մենք գիտենք, որ այն գոյություն ունի, քանի որ տեսնում արդյոք ժամանակը ինքը սկսվեց մեծ պայթյունով։ Արդյոք կային այլ տիեզերքներ դրանից առաջ։ Մենք չգիտենք։ Մենք չգիտենք, թե արդյոք մեր տիեզերքը միակն է։ Որոշ տեսություններ առաջարկում են, որ կարող են լինել անվերջ շատ տիեզերքներ, յուրաքանչյուրը իր սեփական ֆիզիկայի օրենքներով։ Սա կոչվում է բազմատիեզերք։ Բայց մենք չունենք ոչ մի ուղղակի ապացույց այլ տիեզերքների գոյության համար։ Մենք չգիտենք, թե արդյոք դրանք իսկապես գոյություն ունեն, թե դրանք միայն մաթեմատիկական հնարավորություններ են։ Մենք չգիտենք, թե արդյոք կյանքը սովորական է տիեզերքում։ Մենք գտել ենք միայն մեկ օրինակ կյանքի՝ Երկրի վրա։ Մենք չգիտենք, թե արդյոք կյանքը հազվագյուտ է, թե սովորական։ Արդյոք յուրաքանչյուր աստղ ունի մոլորակներ կյանքով։ Արդյոք կյանքը անհավատալի հազվագյուտ է, և մենք միակ կյանքն ենք տիեզերքում։ Մենք չգիտենք։ Մենք չգիտենք, թե արդյոք բանականությունը սովորական է։ Մենք գտել ենք միայն մեկ օրինակ բանականության՝ մարդկությունը։ Արդյոք կան միլիոնավոր այլ քաղաքակրթություններ այնտեղ։ Արդյոք մենք միակ բանական արարածներն ենք տիեզերքում։ Եթե կան այլ քաղաքակրթություններ, ինչու մենք չենք լսել նրանցից։ Սա հայտնի է որպես Ֆերմիի պարադոքս։ Մենք չգիտենք պատասխանը։ Մենք չգիտենք, թե ինչ է գիտակցությունը։ Մենք գիտենք, որ մենք գիտակցված ենք։ Մենք փորձում ենք, մտածում ենք, զգում ենք։ Բայց ինչպես է ֆիզիկական ուղեղը ստեղծում սուբյեկտիվ փորձառությունը։ Ինչպես են նեյրոնները, որոնք պարզապես էլեկտրական ազդանշաններ են փոխանցում, ստեղծում գիտակցությունը։ Սա կոչվում է գիտակցության դժվար խնդիր։ Մենք չգիտենք պատասխանը։ Մենք չգիտենք, թե արդյոք ազատ կամքը գոյություն ունի։ Արդյոք մեր ընտրությունները իսկապես ազատ են, թե դրանք որոշված են ֆիզիկայի օրենքներով։ Եթե տիեզերքը դետերմինիստական է, եթե յուրաքանչյուր իրադարձություն պատճառված է նախորդ իրադարձություններով, ապա արդյոք մենք իսկապես ունենք ընտրություն։ Կամ արդյոք մենք պարզապես կապարում ենք այն, ինչ ֆիզիկան պահանջում է մեզանից։ Մենք չգիտենք։ Մենք չգիտենք, թե արդյոք ժամանակը ֆունդամենտալ է։ Մենք փորձում ենք ժամանակը որպես հոսք, անցյալից դեպի ապագա, բայց ֆիզիկայի օրենքները սիմետրիկ են ժամանակի նկատմամբ։ Դրանք աշխատում են նույն կերպ առաջ և հետ։ Ապա ինչու մենք փորձում ենք ժամանակի սլաքը։ Ինչու մենք հիշում ենք անցյալը, բայց ոչ ապագան։ Մենք չգիտենք։ Մենք չգիտենք, թե ինչպես է միավորել քվանտային մեխանիկան և ընդհանուր հարաբերականությունը։ Քվանտային մեխանիկան նկարագրում է փոքր մասնիկների աշխարհը։ Ընդհանուր հարաբերականությունը նկարագրում է ձգողականությունը և տիեզերաժամանակի կառուցվածքը։ Բայց երկու տեսություններն անհամատեղելի են միմյանց հետ։ Մենք պետք է ունենանք քվանտային ձգողականության տեսություն, բայց մենք դեռ չունենք այն։ Լարերի տեսությունը, օղակային քվանտային ձգողականությունը, այլ մոտեցումներ, բոլորը փորձեր են լուծելու այս խնդիրը, բայց մենք դեռ չունենք վերջնական պատասխան։ Մենք չգիտենք, թե արդյոք ֆիզիկայի օրենքները միշտ նույնն են եղել։ Արդյոք դրանք փոխվել են ժամանակի ընթացքում։ Արդյոք դրանք տարբեր են տիեզերքի տարբեր մասերում։ Մենք ենթադրում ենք, որ ֆիզիկայի օրենքները համընդհանուր են, բայց մենք չենք կարող ստուգել դա ամենուր։ Մենք չգիտենք։ Սրանք միայն մի քանի հարցեր են բազմաթիվ հարցերի մեջ։ Յուրաքանչյուր պատասխան, որը մենք գտնում ենք, բարձրացնում է նոր հարցեր։ Յուրաքանչյուր խորհուրդ, որը մենք լուծում ենք, բացահայտում է նոր խորհուրդներ։ Տիեզերքը նման է ծիածանի, որքան մոտենում ես, այնքան հեռանում է։ Բայց գուցե սա ճիշտ այն է, ինչպես պետք է լինի։ Գուցե խորհուրդը ֆունդամենտալ է գիտության համար։
Գուցե եթե մենք իմանայինք ամեն ինչ, գիտությունը կդադարեր գոյություն ունենալ։ Գուցե հարցերը ավելի կարևոր են, քան պատասխանները։ Բայց հիմա եկեք վերադառնանք այնտեղ, որտեղից սկսեցինք։ Հիշում եք, այս պահին, երբ դուք կարդում եք այս բառերը, տասնյակ հազարավոր գալակտիկաներ հեռանում են ձեզանից ավելի արագ, քան լույսի արագությունը։ 94% տիեզերքի արդեն հավերժորեն անհասանելի է։ Բայց ահա ինչ, մենք չասացինք սկզբում։ Այդ 94%-ը ներառում է ձեր ապագան։ Ոչ թե ձեզ անձամբ, այլ ձեր սերունդների ապագան։ Քանի որ տիեզերքը ընդարձակվում է, հորիզոնը մոտենում է։ Եվ մի օր, հեռավոր ապագայում, նույնիսկ մեր սեփական գալակտիկան կլինի կղզի անվերջ մթության օվկիանոսում։ Բայց այդ օրը դեռ չի եկել։ Այսօր մենք դեռ կարող ենք տեսնել։ Այսօր մենք դեռ կարող ենք դիտել։ Այսօր մենք դեռ կարող ենք սովորել։ Եվ գուցե սա ամենակարևոր դասն է, որը տիեզերական հորիզոնը սովորեցնում է մեզ։ Ոչ թե այն, ինչ մենք չենք կարող անել, այլ այն, ինչ մենք կարող ենք անել։ Ոչ թե այն, ինչ մենք կորցրել ենք, այլ այն, ինչ մենք դեռ ունենք։ Ոչ թե հորիզոնը, որը փակվում է, այլ պատուհանը, որը դեռ բաց է։ Մենք ապրում ենք տիեզերքում, որը միաժամանակ անվերջ մեծ է և ֆունդամենտալ սահմանափակված։ Տիեզերք, որը ցույց է տալիս մեզ հրաշքներ, ապա հիշեցնում է մեզ մեր սահմանները։ Տիեզերք, որը միաժամանակ հրավիրում է մեզ ուսումնասիրել և սովորեցնում է մեզ խոնարհություն։ Եվ գուցե սա ճիշտ այն տիեզերքն է, որտեղ բանականությունը կարող է ծաղկել։ Ոչ թե տիեզերք, որտեղ ամեն ինչ հասանելի է, այլ տիեզերք, որտեղ կան սահմաններ։ Ոչ թե տիեզերք, որտեղ ամեն ինչ հայտնի է, այլ տիեզերք, որտեղ կան խորհուրդներ։ Ոչ թե տիեզերք, որտեղ ամեն ինչ հնարավոր է, այլ տիեզերք, որտեղ որոշակի բաներ անհնար են։ Քանի որ վերջապես գուցե սահմանափակումները ոչ թե թերություններ են, այլ հատկություններ։ Գուցե անհասանելին ոչ թե կորուստ է, այլ հիշեցում։ Հիշեցում, որ մենք փոքր ենք, բայց մասն ենք ինչ-որ անհավատալի մեծի։ Հիշեցում, որ մենք սահմանափակված ենք, բայց կարող ենք հասկանալ մեր սահմանափակումները։ Հիշեցում, որ մենք մահկանացու ենք, բայց կարող ենք տեսնել հավերժականը։ Եվ երբ դուք այսօր գիշեր նայում եք երկինք և տեսնում եք աստղերը, հիշեք, յուրաքանչյուր աստղ, որը դուք տեսնում եք, գտնվում է մեր սեփական գալակտիկայում։ Հեռավոր գալակտիկաները միլիարդավոր աստղերով չափազանց հեռու են տեսնելու բաց աչքով, բայց դրանք այնտեղ են, դրանք գոյություն ունեն, և այս պահին դրանց լույսը ճանապարհորդում է դեպի մեզ տարածության միջով, ձգվելով, կարմրվելով, թուլանալով, բայց դեռ շարժվելով։ Եվ մի օր, միլիարդավոր տարիներ հետո, այդ լույսը կհասնի երկիր։ Բայց մինչ այդ ժամանակը մարդկությունը կարող է անհետացած լինել։ Կամ մենք կարող ենք զարգացած լինել ինչ-որ բանի այլ, կամ մենք կարող ենք տարածված լինել այլ աստղերի։ Ոչ ոք չգիտե, բայց այդ լույսը կշարունակի ճանապարհորդել։ Անկախ նրանից, թե ինչ է տեղի ունենում մեզ հետ, անկախ նրանից, թե ինչ է տեղի ունենում երկրի հետ, անկախ նրանից, թե ինչ է տեղի ունենում մեր գալակտիկայի հետ, այդ լույսը կշարունակի ճանապարհորդել։ Քանի որ լույսը չի իմանում հուսահատության մասին, լույսը չի իմանում սահմանափակումների մասին, լույսը պարզապես շարժվում է, հավերժորեն առաջ, հավերժորեն դեպի անհայտ։ Եվ գուցե սա վերջնական դասն է, լինել ինչպես լույսը, շարունակել շարժվել, շարունակել ուսումնասիրել, շարունակել փնտրել, նույնիսկ երբ գիտենք, որ կան վայրեր, որտեղ մենք երբեք չենք հասնի, շարունակել հարցնել, շարունակել հիանալ, շարունակել երազել, նույնիսկ երբ գիտենք, որ կան հարցեր, որոնց մենք երբեք չենք պատասխանի։ Քանի որ վերջապես, գուցե ճանապարհորդությունը ավելի կարևոր է, քան նպատակակետը։ Գուցե հարցերը ավելի կարևոր են, քան պատասխանները։ Գուցե խորհուրդը ավելի կարևոր է, քան լուծումը։ Մենք ապրում ենք տիեզերքում, որը հավերժորեն խորհրդավոր է։ Տիեզերք, որը բացահայտում է իր գաղտնիքները, միայն ցույց տալու համար, որ կան ավելի խորը գաղտնիքներ։ Տիեզերք, որը պատասխանում է մեր հարցերին, միայն ստեղծելու համար նոր հարցեր։ Տիեզերք, որը պատասխանում է մեր հարցերին, միայն ստեղծելու համար նոր հարցեր։ Տիեզերք, որը պատասխանում է մեր հարցերին, միայն ստեղծելու համար նոր հարցեր։ Տիեզերք, որը պատասխանում է մեր հարցերին, միայն ստեղծելու համար նոր հարցեր։ Տիեզերք, որը պատասխանում է մեր հարցերին, միայն ստեղծելու համար նոր հարցեր։ Տիեզերք, որը պատասխանում է մեր հարցերին, միայն ստեղծելու համար նոր հարցեր։ Տիեզերք, որը պատասխանում է մեր հարցերին, միայն ստեղծելու համար նոր հարցեր։
Տիեզերք, որը պատասխանում է մեր հարցերին, միայն ստեղծելու համար նոր հարցեր։ Տիեզերք, որը պատասխանում է մեր հարցերին, միայն ստեղծելու համար նոր հարցեր։ Տիեզերք, որը պատասխանում է մեր հարցերին, միայն ստեղծելու համար նոր հարցեր։ Տիեզերք, որը պատասխանում է մեր հարցերին, միայն ստեղծելու համար նոր հարցեր։ Տիեզերք, որը պատասխանում է մեր հարցերին, միայն ստեղծելու համար նոր հարցեր։ Տիեզերք, որը պատասխանում է մեր հարցերին, միայն ստեղծելու համար նոր հարցեր։ Տիեզերք, որը պատասխանում է մեր հարցերին, միայն ստեղծելու համար նոր հարցեր։ Տիեզերք, որը պատասխանում է մեր հարցերին, գուցե նրանք կմտածեն այն փոքրիկ արարածների մասին, փոքրիկ մոլորակի վրա, փոքրիկ գալակտիկայում, ովքեր նայեցին երկինք և տեսան անվերջությունը, ովքեր չափեցին անչափելին, ովքեր երազեցին անհասանելիի մասին։ Եվ գուցե նրանք կհասկանան, որ մենք մեր փոքրիկ պահին պատմության մեջ արեցինք ինչ-որ բան կարևոր։ Մենք նայեցինք, մենք հիացանք, մենք փորձեցինք հասկանալ, և գուցե վերջապես սա բավարար է։